Նա ընդամենը մի պահ էր ուզում անցկացնել իր հարսի հետ, սակայն ընկավ դաժան թակարդը։ Նրան տարան Արարատյան դաշտավայր, թողեցին այնտեղ մահանալու, միայնակ ու կապկպված։ Որդու հետ վերամիավորումը բացահայտեց մի ճշմարտություն, որը ցնցեց ողջ Հայաստանը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակեցինք։ Տիկին Մարթան այդ հինգշաբթի առավոտ արթնացավ շուրթերին զուսպ ժպիտով։ 73 տարեկանում յուրաքանչյուր նոր օր մի օրհնություն էր, որը նա ընդունում էր լուռ երախտագիտությամբ։ Սեպտեմբերյան լույսը ներս էր խուժում նրա ննջասենյակի ժանյակե վարագույրների ճեղքերից, լուսավորելով մուգ փայտից հին պահարանի վրա դրված շրջանակված լուսանկարները։ Այնտեղ այն դեմքերն էին, որոնք կազմում էին նրա ողջ կյանքը։ Նրա հանգուցյալ ամուսինը Անտոնը, դեռ երիտասարդ ու ժպտերես սպիտակ դիմանկարում, նրա որդին Գաբրիելը, կյանքի տարբեր փուլերում, մանկությունից մինչ կառավարման ֆակուլտետի ավարտական երեկոն։ Նա զգուշությամբ վեր կացավ, զգալով տարիների ծանրությունը հոդերի մեջ, գնաց դեպի համեստ, բայց հարմարավետ տան խոհանոց, որը գտնվում էր Երանի հյուսիսային թաղամասերից մեկում, Աչափնյակում։ Տունը մեծ չէր, բայց տասնամյակների հիշողություններ էր կրում։ Յուրաքանչյուր սենյակ պահում էր ընտանեկան ամանորների, տնական տորթով նշված ծննդյան տարեդարձերի, Անտոնի հետ կիրակնօրյա ֆուտբոլ դիտելու, փոքրիկ Գաբրիելի, Արարատի յուրաքանչյուր գոլից բազմոցի վրա ցատկոտելու պատմությունները։ Մարթան իր նախաճաշը պատրաստեց նույն նվիրումով, ինչպես միշտ։ Թարմ եփած սուրճ, կարագով բոված բոքոն, մի կտոր լոռի պանիր։ Նա նստեց խոհանոցի սեղանի մոտ, այն դեղին սեղանի, որը ականատես էր եղել այնքան զրույցների, որդուն տված այնքան խորհուրդների, ամուսնու հետ համատեղ կայացրած այնքան որոշումների։ Հիմա սեղանը չափազանց մեծ էր թվում մեկ մարդու համար։ Արդե։ Գրեթե 10 տարի էր, ինչ Անտոնը հեռացել էր։ Հանկարծակի սրտի կաթված, առանց նախազգուշացման, առանց հրաժեշտ տալու ժամանակի։ Մարթան դեռ հիշում էր այն դատարկությունը, որը տիրել էր տանը այդ առաջին ամիսներին։ Գաբրիելը, որն այն ժամանակ 20-ն անց էր սկսում էր իր կարիերան լոգիստիկ ընկերությունում, նրա ապահով նավահանգիստն էր։ Նա շաբաթներով քնում էր հյուրասենյակում, նրա հետ ընթրիք էր պատրաստում, ամեն գիշեր միասին գրկախառնված հեռուստասերիալ էին դիտում բազմոցին։ Բայց ժամանակն անցավ, ինչպես միշտ է անցնում։ Գաբրիելը մասնագիտապես աճեց, ստանձնեց կառավարչի, ապա տնօրենի պաշտոններ։ Այցելությունները նոսրացան։ Ընտանեկան ընթրիքները դարձան կիրակնօրյա արագ ճաշեր։ Մինչ որ նա հանդիպեց Վանեսային։ Մարթան հոգոց հանեց, մտածելով հարսի մասին։ 3 տարի առաջվա առաջին հանդիպումից ի վեր այդ կնոջ մեջ ինչ-որ բան նրան անհանգստացնում էր։ Դա բացահայտ բան չէր, ոչ մի բան, որը նա կարողանար հստակ մատնանշել։ Վանեսան գեղեցիկ էր, լավ հագնված, միշտ անթերի, իր կատարյալ սանրված շիկահեր մազերով խնամված եղունգներով։ Խոսում էր խավարի, ժպտում էր չափի մեջ, նվերներ էր բերում հատուկ առիթներով։ Բայց նրա աչքերում ինչ-որ բան կար, մի սառնություն, որը Մարթան չէր կարող անտեսել։ Կարծես Վանեսան միշտ վերլուծում էր, հաշվարկում, չափում իրերի մարդկանց արժեքը։ Հարսանիքը տեղի ունեցավ 2 տարի առաջ, էլեգանտ արարողություն քաղաքի կենտրոնում գտնվող թանկարժեք ռեստորանում։ Մարթան հագել էր իր լավագույն զգեստը, մուգ կապույտ, ժանյակե մանրամասներով, ժպտում էր լուսանկարների համար, բայց սիրտը սեղմված էր։ Նա տեսնում էր սիրահարված, նվիրված, գրեթե կախվածության մեջ գտնվող որդուն այն կնոջից, որը աստիճանաբար տիրացավ Գաբրիելի կյանքի բոլոր ասպեկտներին։ Հարսանիքից հետո փոփոխությունները արագ էին։ Գաբրիելը կրկին պաշտոնի բարձրացում ստացավ, այժմ անընդհատ մեկնում էր այլ քաղաքներ, նույնիսկ արտերկիր։ Վանեսան, որն աշխատում էր որպես արտրային մենեջեր կոսմետիկայի ընկերությունում, նույնպես լարված առօրյա ուներ։ Կիրակնօրյա ընտանեկան հավաքույթները գրեթե անհետացան։ Հեռախոսազանգերը դարձան ավելի ու ավելի կարճ հազվադեպ։ Մարթան ավարտում էր սուրճի բաժակը։ Լվանալը, երբ հեռախոսը զանգեց։ Նա ձեռքերը սրբեց ասեղնագործ սրբիչով, սպասումով պատասխանեց։ Հազվադեպ էր առավոտյան զանգեր ստանում։ Մյուս կողմից հնչող ձայնը Վանեսայինն էր։ Մի փոքր անհանգիստ, գրեթե մայրական տոն, որը Մարթան երբեք չէր լսել հարսից։ Տիկին Մարթա, բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Բարի լույս, Վանեսա։ Լավ եմ, փառք Աստծո։ Իսկ դո՞ղ։ Ահ, վազքի մեջ եմ, ինչպես միշտ, բայց լավ եմ։
Տեսեք, ես այստեղ մտածում էի, դուք շատ մենակ եք այս մեծ տանը, այնպես չէ՞։ Գաբրիելն ասում էր, որ կարոտում է ձեզ, բայց նրա աշխատանքն անհնարին է։ Նա երեք նորից մեկնեց, միայն հաջորդ շաբաթ կվերադառնա։ Մարթան զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Գաբրիելը նույնիսկ չէր զանգել մեկնելու մասին զգուշացնելու։ Գիտեմ, որ նա շատ է աշխատում, պատասխանեց նա, փորձելով թաքցնել վիրավորանքը ձայնի մեջ։ Դե հենց դրա համար էլ մտածեցի մի անակնկալ անել։ Ինչ կասեք, եթե այսօր կեսօրից հետո անցնեմ ձեզ մոտ։ Կարող ենք զրուցել, սուրճ խմել, գուցե նույնիսկ մի փոքր դուրս գալ, զբոսնել։ Ես որոշ մտքեր ունեմ ապագայի վերաբերյալ, թե ինչպես կարող ենք ձեզ ելի հարմարավետ պայմաններ ստեղծել։ Ինչ եք կարծում։ Մարթան զարմանքի ուրախության խառնուրդ զգաց։ Վերջապես Վանեսսան ինչ-որ հետաքրքրություն, ինչ-որ անկեղծ մտահոգություն էր ցուցաբերում։ Գուցե նա հարսին շուտափույթ էր դատել։ Գուցե այդ սառնությունը պարզապես նրա բնավորությունն էր, այն ձև, որով երիտասարդներն այսօր իրենց պահում են։ Ես շատ կուզենայի, Վանեսսա։ Իհարկե, կարող ես գալ։ Ժամը քանիսին ես մտածում գալ։ Ժամը 3-ը լավ է։ Այդպես մենք ամբողջ կեսօրը կունենանք հանգիստ զրուցելու համար։ Հիանալի է։ Ես թխվածքներ կպատրաստեմ, համեղ սուրճ կեփեմ։ Դրա մասին մի անհանգստացեք, տիկին Մարթա։ Մենք կարող ենք նույնիսկ դրսում ինչ-որ բան ուտել, եթե ցանկանաք։ Դե ինչ, մինչ շուտով։ Զանգն ավարտվեց, Մարթան կանգնած մնաց խոհանոցում, հեռախոսը դեռ ձեռքին, մտորելով զրույցի մասին։ Մի տարօրինակ զգացողություն պահպանվում էր, բայց նա այն հեռու քշեց։ Չէր պատրաստվում փչացնել այդ պահը, հիմարություններ մտածելով։ Վանեսսան ձեռք էր մեկնում, ընկերակցություն էր առաջարկում, նա դրա կարիքն ավելի շատ ուներ, քան ուզում էր ստովանել։ Հաջորդ ժամերը անցան նախապատրաստությունների մեջ։ Մարթան երկար լոգանք ընդունեց, ընտրեց գեղեցիկ, բայց հարմարավետ հագուստ, բեժ գույնի տաբատ վարդագույն երանգներով ծաղկավոր բլուզ։ Շրթներ քսեց, մի բան, որ վերջին ժամանակներս հազվադեպ էր անում։ Սպիտակ մազերը խնամքով սանրեց, հավաքելով ցածր կոկոնով։ Նա նայեց հայելու մեջ տեսավ մի տարեց կնոջ, այո, կնճիռներով, որոնք պատմում էին ծիծաղի լացի պատմություններ, բայց դեռ էլեգանտ, դեռ արժանապատիվ։ Ուղիղ ժամը 3-ին դռան զանգը հնչեց։ Մարթան բացեց դուռը, տեսավ Վանեսսային, հենված շեմին, մեծ արային ակնոցները ծածկում էին դեմքի կեսը, իսկ ուսին կախված էր թանկարժեք պայուսակ։ Նա չժպտաց։ Ողջույն, տիկին Մարթա։ Պատրաստ եք։ Այո, պատրաստ եմ։ Միայն թե պայուսակս վերցնեմ։ Մարթան արագ վերադարձավ, վերցրեց իր մաշված շագանակագույն կաշվե պայուսակը, որտեղ պահում էր փաստաթղթերը, մի փոքր գումար, այն պարզ հեռախոսը, որը Գաբրիելը նվիրել էր անցած տարեդարձին։ Տան դուռը փակեց այն զգացողությամբ, որ ինչ-որ բան մոռանում է, բայց չկարողացավ հասկանալ ինչ։ Վանեսսայի Քենան արծաթագույն փայլուն սեդանը կայանված էր հենց դարպասի դիմաց։ Վանեսսան առանց որևէ բան ասելու բացեց ուղորի դուռը, սպասեց, որ Մարթան նստի։ Տարեց կինը որոշակի դժվարությամբ տեղավորվեց, նստատեղը սպասվածից ցածր էր։ Հենց որ Վանեսսան գործի գցեց շարժիչը, մթնոլորտը մեքենայի ներսում փոխվեց։ Օթորակիչը չափազանց ուժեղ էր միացված, ինչի պատճառով Մարթան սառչում էր, բայց նա չուզեց բողոքել։ Վանեսսան լուր վարում էր, աչքերը հառած ճանապարհին, շուրթերը սեղմված բարակ գծի պես։ Վանեսսա, ուր ենք գնում, հարցրեց Մարթան, փորձելով զրույց սկսել։ Մի փոքր կպտտվենք, մի քանի տեղ կտեսնենք։ Հանգստացեք։ Պատասխանը չոր էր, գրեթե կոպիտ։ Մարթայի մեջքով սարսուռ անցավ։ Դա այն մարդու տոնը չէր, որը ցանկանում էր հաճելի ժամանակ անցկացնել։ Նա կրկին փորձեց։ Ինչպե՞ս է Գաբրիելը։ Մեկնելուց առաջ զանգեց։ Հիանալի։ Աշխատում է, անում է այն, ինչ պետք է անի։ Իսկ նրա աշխատանքը լավ է գնում։ Այո։ Կարճ ու թշնամական պատասխանները օրինաչափություն էին կազմում։ Մարթան պատուհանից նայեց, նկատեց, որ արդեն դուրս են եկել թաղամասից։ Անեսսան դուրս եկավ դեպի մայրուղի։ Երթևեկությունը չափավոր էր, շուտով նրանք Արարատ տանող երկու մայրուղով էին, գնալով դեպի մարզեր։ Վանեսսա, կոնկրետ ուր ես ինձ տանում։ Ես կարծում էի, թե քաղաքում ենք մնալու։
Միտքս փոխեցի։ Մեզ անձնական տարածք է պետք խոսելու համար։ Վանեսայի տոնը գնալով սառում էր։ Մարթան սկսեց վախ զգալ, մի պարզունակ, բնազդային վախ, որը ստիպում էր սրտին ավելի արագ բաբախել։ Նա պայուսակում փնտրեց հեռախոսը, բայց ձեռքերը դողում էին։ Ինչ տեսակի խոսակցության համար է այդքան անձնական տարածք պետք, աղջիկս։ Վանեսան կարճ ու դառը ծիծաղեց։ Ինձ աղջիկ մի կոչիր։ Ես երբեք քո աղջիկը չեմ եղել, չեմ էլ լինի։ Բառերը քարերի պես ընկան մեքենայի մեջ։ Մարթան զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը։ Նա փորձեց հանգիստ մնալ, փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում։ Վանեսա, եթե ես ինչ-որ բան եմ արել, որը քեզ վիրավորել է, ներիր։ Բայց բացատրիր, թե ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում, կրկնեց Վանսան, ձայնը բարձրացնելով։ Ես քեզ մանրամասն կբացատրեմ, տիկին Մարթա։ Կատարվում է այն, որ դու խնդի ես դարձել։ Մեծ խնդիր։ Ինչպես թե խնդիր։ Այն տունը, որտեղ դու ապրում ես, քո անունով է, լավ գումար արժե։ Գաբրիելը դրա հետ կապված ոչինչ չի անի, որովհետև թույլ է, միշտ էլ այդպիսին է եղել։ Խղճում է իր մենակ մայրիկին։ Բայց ես այդպիսին չեմ։ Ես իրերը տեսնում եմ այնպես, ինչպես կան։ Մարթան չափազանց ցնցված էր պատասխանելու համար։ Վանեսան շարունակեց, բառերը դուրս էին գալիս թույնի պես։ Դու բեռ ես, ծախս։ Գաբրիելը գումար է ծախսում քո իրերի վրա, անհանգստանում է քեզ համար, դա խանգարում է մեր ծրագրերին։ Մեզ այդ անշարժ գույքը պետք է։ Մենք կվաճառենք այն, գումարը կօգտագործենք ներդրումների, աճի համար։ Բայց դու ճանապարհին ամեն ինչ բարդացնում ես։ Վանեսա, Աստծո սիրուն, այդ տունն իմ ունեցած միակ բանն է։ Այնտեղ եմ ես իմ ընտանիքը կառուցել, իմ որդուն մեծացրել։ Դուք կարող եք ինձ հետ այնտեղ ապրել, ես դեմ չեմ կիսելուն։ Ես քեզ հետ ոչինչ կիսել չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ դու դուրս գաս իմ Գաբրիելի կյանքից։ Մայրուղին իր տեղը զիջել էր երկրորդական ճանապարհների։ Վանեսան արագ էր վարում, ընտրելով գնալով ավ։ Ելի ամայի ուղիներ։ Մարթան շուրջը նայեց, տեսավ միայն դաշտեր, մի քանի ֆերմա, հեռվում չոր ու անջուր բնապատկեր։ Նրանք գնում էին դեպի Արարատի մարզի չորային շրջանները, որտեղ հողն ավազոտ էր, իսկ բուսականությունը նոսր։ Վանեսա, խնդրում եմ, ինձ հետ տար տուն։ Եկ հանգիստ խոսենք, Գաբրիելի հետ միասին։ Մենք սա այլ կերպ կլուծենք։ Այլ կերպ չկա, տիկին Մարթա։ Ինձ համար չկա։ Մեքենան թեքվեց հողածածկ ճանապարհ, կարմիր փոշի բարձրացնելով։ Նրանք այժմ լիովին անմարդաբնակ տարածքում էին։ Ոչ տներ կային, ոչ մարդիկ, միայն չոր տաք անծայրածիրություններ կեսօրվա արի տակ։ Վանեսան մեքենան կանգնեցրեց մի հին փայտեսյան կողքին, ինչ-որ հին ցանկապատի մնացորդ, որն այլս գոյություն չուներ։ Մարթան վախից քարացել էր։ Վանեսան դուրս եկավ մեքենայից, շրջանցեց այն ուժով բացեց ուղորի դուռը։ Իջիր։ Վանեսա, մի արա դա, Աստծո սիրուն։ Ասացի, իջիր։ Ամուր դաժան ձեռքերով Վանեսան Մարթային դուրս քաշեց մեքենայից։ Տարեց կինը սայթաքեց ծնկների վրա ընկավ տաք հողին։ Ցավն անմիջապես զգացվեց, բայց սարսափն ավելի մեծ էր։ Վանես։ Սան բեռնաղցիկից պարան հանեց, անտեսելով Մարթայի աղաչանքներն ու արցունքները, նրա ձեռքերը կապեց կոշտ Փայտեսյանը։ Դու այստեղ կմնաս, տիկին Մարթա։ Ժամանակ կունենաս ամեն ինչի մասին մտածելու։ Եվ ով գիտի, եթե բախտդ բերի, ինչ-որ մեկը կանցնի այստեղով, մինչ շատ ուշ լինի։ Վանեսա, ես տարեց կին եմ։ Ես այստեղ չեմ գոյատի։ Դա իմ խնդիրը չէ։ Մարթան աղաչեց, լաց եղավ, գոռաց, բայց Վանեսան արդեն վերադարձել էր մեքենա։ Վերջին պատկերը, որ Մարթան տեսավ, հարսն էր, որը հանում էր արային ակնոցները, բացահայտելով կարեկցանքից լիովին զուրկ աչքերը, նախքան շարժիչը գործի գցելն ու արագանալը։ Մեքենան փոշու խիտ ամպ բարձրացրեց, որը ծածկեց ամեն ինչ, լցվելով Մարթայի աչքերի ու բերանի մեջ։ Եվ հետո, լռություն։ Ары բարձր էր անողոք։ Մարթան փորձեց ազատվել, բայց պարանը չափազանց ամուր էր կապված։ Յուրաքանչյուր շարժում կտրում էր նրա նուրբ մաշկը։ Նա շուրջը նայեց, հուսահատ փնտրելով կյանքի որե նշան, օգնության որե հնարավորություն։ Բայց ոչինչ չկար։
Միայն տաք քամին էր փչում անապատով, իր հետ տանելով նրա ձայնը, երբ նա փորձում էր օգնություն կանչել։ Ժամերն սկսեցին անցնել։ Արն այրում էր նրա բաց մաշկը։ Ծարավը արագ եկավ, մի հուսահատ ծարավ, որը կոկորդը քերում էր, իսկ շուրթերը ճաքճքում։ Մարթան փորձեց կենտրոնանալ լավ հիշողությունների վրա, չխելագարվելու համար։ Մտածեց Անտոնի մասին, այն օրվա, երբ ծանոթացել էին ակումբի պարահանդեսին։ Նա գեղեցիկ էր, քաղաքավարի, աշխատասեր։ Նրանք միասին կյանք կառուցեցին, պարզ, բայց սիրով լի։ Մտածեց Մանուկ Գաբրիելի մասին, այնքան փոքրիկ իր գրկում, այն հետաքրքրասեր աչքերով, որոնք նայում էին իրեն, կարծես ինքը լիներ ամբողջ աշխարհը։ Մտածեց յուրաքանչյուր բառի մասին, որ սովորեցրել էր որդուն, յուրաքանչյուր ընկնելուց հետո մաքրած վերքի, յուրաքանչյուր ջերմության, որին հետել էր գիշերվա ընթացքում։ Նա իր ողջ կյանքը նվիրել էր այդ տղային, հիմա այնտեղ էր, լքված, ինչպես անարժեք մի իր։ Մարթայի գիտակցությունը սկսեց տատանվել։ Ջրազրկումը ստիպում էր մարմնին սարսափելի կերպով արձագանքել։ Նա տեսնում էր ստվերներ, որոնք գոյություն չունեին, լսում էր ձայներ, որոնք ընդամենը քամին էին։ Ինչ-որ պահի նա վստահ էր, որ Անտոն։ Նա այնտեղ է, ձեռքը մեկնում է իրեն, կանչում է միանալու իրեն։ Բայց հետո, երբ արը սկսեց մայր մտնել հորիզոնում, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն, Մարթան այլ ձայն լսեց։ Հին, անկանոն շարժիչի ձայն։ Նա փորձեց գոռալ, բայց հազիվ կարողացավ խռպոտ ձայն հանել։ Աղմուկը գնալով բարձրանում էր, մոտենում։ Դա հին, փոշոտ բեռնատար էր, որը վարում էր միջին տարիքի մի տղամարդ, արից այրված մաշկով, հագին մաշված շապիկ ծղոտե գլխարկ։ Նա մոտակա ֆերմայում աշխատանքից էր վերադառնում, երբ ճանապարհի եզրին մի տարօրինակ բան տեսավ։ Նա դանդաղ մոտեցավ, չհավատալով իր տեսածին։ Մի տարեց կին, կապված սյանը, այդ սոսկալի արի տակ։ Հովսեփը ուժգին սեղմեց արգելակը, շտապողականությունից սայթաքելով իջավ բեռնատարից վազեց դեպի Մարթան։ Նրա աչքերը լայն բացվեցին ցնցումից կարեկցանքից։ Աստված իմ։ Տիկին, ինչ են արել ձեզ հետ։ Նա գրպանից դանակ հանեց զգուշությամբ կտրեց պարանը, բռնելով Մարթային, երբ նա ընկավ։ Բեռնատարում ունեցած ջրի շիշը վերցրեց դանդաղ թրջեց նրա շուրթերը, իմանալով, որ չի կարելի միանգամից շատ ջուր տալ։ Հանգիստ։ Հանգիստ։ Դուք հիմա ապահով եք։ Ես ձեզ կտանեմ գյուղ։ Այնտեղ բուժկետ կա։ Դիմացեք։ Մարթան հազիվ էր կարողանում խոսել։ Նրա ձայնալարերը վնասվել էին ջրազրկումից, բայց նա ամուր սեղմեց Հովսեփի ձեռքը, փորձելով փոխանցել իր երախտագիտությունը։ Նա զգուշությամբ տեղավորեց կնոջն ուղորի նստատեղին, ծածկեց նրան այնտեղ ունեցած հին վերնաշապիկով վարեց այնքան արագ, որքան թույլ էր տալիս բեռնատարը։ Գյուղը փոքր էր, կոչվում էր Հույսագյուղ, գտնվում էր այնտեղից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա։ Այն ուներ մեկ հողածածկ գլխավոր փողոց, մի քանի պարզ տներ, եկեղեցի, խանութ բուժկետ, որն աշխատում էր շաբաթը 3 անգամ։ 5 շաբթի էր, ընդունելության օր։ Հովսեփը հասնելուն պես անդադար ազդանշան տվեց, շուտով մի քանի մարդ դուրս եկավ իրենց տներից։ Բուժքույր Լուսինեն, 40 անց մի ուժեղ հմուտ կին, անմիջապես ստանձնեց իրավիճակի ղեկավարումը։ Նա օգնեց Մարթային տանել բուժկետ, պառկեցրեց պատգարակի վրա, սկսեց ստուգել նրա կենսական նշանները։ Հովսեփ, ինչ է պատահել։ Նրան գտա հին ճանապարհին մի սյանը կապած։ Կարծես թե ինչ-որ մեկը դիտմամբ է նրան այնտեղ թողել։ Բուժկետի դռան մոտ հավաքված փոքր խմբի միջով վրդովմունքի շշուկ անցավ։ Լուսինեն Մարթային խնամում էր մեծ զգուշությամբ, մաքրելով այրվածքները, նրան քիչ-քիչ հեղուկ տալով, ծածկելով մաքուր սավաններով։ Նա զանգեց գյուղը սպասարկող բժիշկին, բժիշկ Հենրիկին, որն արագ հասավ մոտոցիկլետով։ Խնամքի ընթացքում Մարթան զգում էր այդ մարդկանց մարդասիրությունը։ Նա երբեք նրանցից ոչ մեկին չէր տեսել, բայց նրանք իրեն վերաբերվում էին այնպես, կարծես իրենցից մեկը լիներ, կարծես թանկարժեք լիներ արժանի ամենայն խնամքի։ Արցունքները լուր հոսում էին նրա դեմքով, ոչ միայն ֆիզիկական ցավից, այլ անսպասելի բարությունից։ Երեկոյան, երբ վերջապես կարողացավ մի քանի բառ արտաբերել, Մարթան պատմեց, թե ինչ էր պատահել։ Յուրաքանչյուր բառ ջանք էր, բայց նա պետք է որ իմանային։ Պետք է որ ինչ-որ մեկը թույլ չտար, որ Վանեսան անպատիժ մնա։ Լուսինեն ամուր բռնեց նրա ձեռքը։ Դուք հիմա ապահով եք, տիկին Մարթա։ Ոչ ոք ձեզ այլս չի վնասի։
Մենք կզանգենք ոստիկանություն, կխնամենք ձեզ, մինչ լիովին ապաքինվեք։ Այդ գ. Իշեր Մարթան քնեց երկար ժամանակ անց առաջին անգամ բուժկետում սարքած անկողնում, իսկ Լուսինեն հերթապահում էր նրա կողքին։ Եվ մինչ նա քնած էր, հյուծված ու տրավմայի ենթարկված, նա չգիտեր, որ իր պատմությունը նոր էր սկսվում, որ այդ փոքր ու հյուրընկալ գյուղը կդառնար իր վերածննդի արդարության համար պայքարի թատերաբեմը։ Հույսագյուղում արածակը եկավ աքաղաղների կանչի հարան տներից եկող թարմ սուրճի բույրի հետ։ Մարթան դանդաղ բացեց աչքերը, ապակողմնորոշված։ Մի կարճ պահ նա չհասկացավ, թե որտեղ է։ Մուգ փայտե առաստաղը, գունատ կապույտ ներկված պատերը, փոքր պատուհանից ներս թափանցող մեղմ լույսը։ Հետո ամեն ինչ միանգամից վերադարձավ։ Վանեսան, անապատը, տապը, լքվածությունը։ Նրա ամբողջ մարմինը ցավում էր։ Լուսինեն սենյակ մտավ պարզ սկուտեղով, որի վրա դրված էր գոլ թեյի բաժակ ջեմով մի քանի տոստ։ Բարի լույս, տիկին Մարթա։ Ինչպե՞ս եք ձեզ զգում։ Մարթան փորձեց նստել, բայց մեջքի ձեռքերի ցավը սուր էր։ Լուսինեն համբերությամբ օգնեց նրան, ուղղելով բարձերը նրա հետում։ Ես ողջ եմ, պատասխանեց Մարթան, ձայնը դեռ խռպոտ։ Ձեր Հովսեփի շնորհիվ։ Ես չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել։ Ոչ մի բանի համար շնորհակալություն պետք չէ։ Ցանկացած մարդ նույնը կաներ։ Այստեղ մենք իրար մասին հոգ ենք տանում։ Լուսինեն սկուտեղը դրեց Մարթայի ծնկներին։ Փորձեք մի բան ուտել։ Ձեր մարմնին վերականգնվել է պետք։ Մինչ Մարթան դանդաղ ուտում էր, վայելելով թեյի յուրաքանչյուր փոքր կումը, կարծես դա նվեր լիներ, Լուսինեն պատմեց, թե ինչ էր տեղի ունեցել գիշերը։ Մենք զանգահարել ենք սերժանտ Բագրատյանին, նա է պատասխանատու այս տարածաշրջանի անվտանգության համար։ Նա այսօր վաղ առավոտյան եկավ, ուզում է զրուցել ձեզ հետ։ Եվ էլի մարդիկ կան, որ ուզում են օգնել։ Տիկի։ Նհեղինեն պարոն Հովհաննեսը, մի զույգ, որ ապրում է հրապարակի մոտ, ասացին, որ իրենց տանը ազատ սենյակ ունեն։ Նրանք ուզում են, որ դուք այնտեղ մնաք, մինչ ապաքինվեք։ Մարթան զգաց, թե ինչպես են աչքերը կրկին լցվում արցունքներով։ Այդ մարդիկ նույնիսկ իրեն չէին ճանաչում, բայց պատրաստ էին բացել իրենց տները, իրենց կյանքը իրեն ընդունելու համար։ Ինչու եք դուք այս ամենն անում ինձ համար։ Լուսինեն մեղմ ժպտաց։ Որովհետև դա է ճիշտը, տիկին Մարթա։ Եվ որովհետև դուք դրա կարիքն ունեք։ Այդքան պարզ։ Սերժանտ Արսեն Բագրատյանը ժամանեց առավոտյան ժամը 8-ից քիչ անց։ Նա լուրջ տղամարդ էր, մոտ 50 տարեկան, ճերմակած բեղերով անթերի համազգեստով, չնայած արդեն սկսվող տապին։ Նա նստեց Մարթայի մահճակալի կողքի աթոռին, գրպանից հանեց փոքրիկ նոթատետր։ Բարի օր, տիկին։ Իմ անունը Արսեն Բագրատյան է, ես ոստիկանության սերժանտ եմ, պատասխանատու այս տարածաշրջանի անվտանգության համար։ Բուժքույր Լուսինեն ինձ պատմեց, թե ինչ է պատահել, բայց ես պետք է ձեզնից լսեմ մանրամասն, եթե կարողանաք։ Գիտեմ, որ դժվար է, բայց դա կարող է որպե սզի կարողանանք գործել։ Մարթան խորը շունչ քաշեց, սկսեց պատմել։ Վանեսայի առավոտյան զանգից, կեղծ մտահոգության տոնից, մայրուղով լուրջ ճանապարհորդությունից, մեքենայի ներսում դաժան բառերից, վերջապես ոչ մի տեղի մեջտեղում լքվելուց։ Նա տվեց Վանեսայի լրիվ անունը, նրա Գաբրիելի տան հասցեն երանում, բոլոր մանրամասները, որ կարողանում էր հիշել։ Սերժանտը մանրակրկիտ գրի էր առնում ամեն ինչ, անհրաժեշտության դեպքում կոնկրետ հարցեր տալով։ Երբ Մարթան ավարտեց, նա փակեց նոթատետրը, նայեց նրան զսպված զայրույթի կարեկցանքի խառնուրդով։ Դուք շատ ծանր հանցագործության զոհ եք դարձել, տիկին Մարթա։ Ես անմիջապես կապ կհաստատեմ Երանի ոստիկանության բաժնի հետ։ Մեզ պետք կլինի, որ դուք պաշտոնական հայտարարություն տաք, բայց դա կարող ենք անել հենց այստեղ, քննիչի օգնությամբ, որը շաբաթը մեկ անգամ գալիս է Արտաշատից։ Մինչ այդ, ես կապահովեմ, որ դուք ապահով պաշտպանված լինեք։ Սերժանտ, իմ որդին, Գաբրիելը, նա ոչնչից տեղյակ չէ։ Նա ուղղորության մեջ է։ Ես պետք է խոսեմ նրա հետ։ Մենք կգտնենք ձեր որդուն նույնպես, մի անհանգստ։ Ացեք։ Դուք նրա հեռախոսահամարն ունեք։ Մարթան այդ ժամանակ հիշեց իր պայուսակի մասին, որը մնացել էր Վանեսայի մեքենայում։ Չունեմ։ Իմ պայուսակը մնաց նրա մեքենայում։ Բայց ես համարն անգիր գիտեմ։ Սերժանտը առաջարկեց իր հեռախոսը, Մարթան դողացող մատներով հավաքեց Գաբրիելի համարը։
Մի քանի անգամ զանգ գնաց, բայց ոչ ոք չպատասխանեց։ Նա 2 անգամ փորձեց, նույն արդյունքով։ Ձայնային հաղորդագրություն թողեց, փորձելով հանգիստ հնչել, չնայած հուսահատությանը։ Գաբրիել, տղաս, մայրիկն է։ Խնդրում եմ, զանգիր ինձ, հենց որ լսես այս հաղորդագրությունը։ Շտապ է։ Ես լավ եմ, բայց շատ պետք է խոսեմ քեզ հետ։ Հեռախոսը սերժանտին վերադարձնելուց հետո Մարթան կրծքում դատարկություն զգաց։ Որտեղ կլիներ Գաբրիելը։ Արդյոք Վանեսսան արդեն ինչ-որ պատմություն, ինչ-որ սուտ էր հորինել իր արածը ծածկելու համար։ Սերժանտը նկատեց նրա անհանգստությունը։ Տիկին Մարթա, ես կակտիվացնեմ Երանի իշխանություններին։ Նրանք կփնտրեն ձեր որդուն ձեր հարսին։ Կարող եք վստահ լինել, որ այդ կինը անպատիժ չի մնա։ Լուսինեն այդ պահին մտավ սենյակ, տարեց ուղիղի ուղեկցությամբ։ Կինն ամբողջովին սպիտակ մազեր ուներ, հավաքված թույլ կոկոնով, կլոր բարի դեմքով, հագին պարզ ծաղկավոր զգեստ։ Տղամարդը նիհար էր, հաստ շրջանակով, ակնոցներով, ամաչկոտ ժպիտով։ Տիկին Մարթա, սրանք տիկին Հեղինեն պարոն Հովհաննեսն են, որոնց մասին ես խոսում էի։ Նրանք եկել են ձեզ տեսնելու։ Հեղինեն մոտեցավ մահճակալին, նրբորեն բռնեց Մարթայի ձեռքը։ Աղջիկս, ինչպիսի սոսկալի տառապանք ես տարել։ Բայց հիմա դու այլս մենակ չես։ Ես ու Հովհաննեսը ուզում ենք, որ դու գաս մեր տանը մնաս։ Մենք հարմարավետ սենյակ ունենք, պարզ է, բայց մաքուր ու հյուրընկալ։ Դու մեզ հետ կմնաս այնքան, որքան անհրաժեշտ լինի։ Հովհաննեսը եռանդով գլխով արեց։ Այո, ճիշտ է։ Տունը փոքր է, բայց մեկ հոգի մեծ սիրով կտեղավորվի։ Իսկ Հեղինեն այնպիսի տնական ուտելիք է պատրաստում, որ մի օրհնություն է։ Մարթան չկարողացավ զսպել արցունքները։ Այդ ամբողջ առատաձեռնությունը, որ գալիս էր բոլորովին անծանոթ մարդկանցից, անիրական էր թվում այն ամենից հետո, ինչ նա տարել էր։ Ես չեմ ուզում ձեզ նեղություն տալ։ Դուք արդեն այնքան բան եք արել ինձ համար։ Ինչ նեղություն, բացականչեց Հեղինեն։ Մեզ համար ուրախություն կլինի քեզ մեր տանը տեսնելը։ Մեր երեխաները հեռու են ապրում, մենք շատ մենակ ենք մնում։ Դու մեզ ընկերակցություն կանես։ Բժիշկ Հենրիկը, որը դռան մոտից հետում էր խոսակցությանը, մտավ արագ զննեց Մարթային։ Այրվածքները բուժվում են, հիդրատացիան լավանում է։ Բայց տիկին Մարթային հանգիստ, ամենօրյա վիրակապումներ, հսկողություն է պետք։ Ես երկուշաբթի կվերադառնամ, տեսնելու, թե ինչպես է նրա վիճակը։ Հեղինեն վճռականորեն գլխով արեց։ Մի անհանգստացեք, բժիշկ։ Ես նրան կխնամեմ, կարծես իմ սեփական մայրը լինի։ Ավելի ուշ, նույն օրը, Հովսեփի օգնությամբ, որը վերադարձել էր իր բեռնատարով, Մարթային զգուշությամբ տեղափոխեցին Հեղինեի Հովհաննեսի տուն։ Տունը գտնվում էր բուժկետից ընդամենը 3 թաղամաս հեռու, մի հանգիստ փողոցում, որտեղ երեխաները խաղում էին մայթին, իսկ հարանները միմյանց ծանոթաբար ողջունում էին։ Տունը քարից էր, ներկված բաց դեղին, առջում փոքրիկ պատշգամբով, որտեղ 2 ճոճաթոռ կար բեգոնիաներով ծաղկամաններ։ Ներսից այն համ Եст էր, բայց անթերի մաքուր կոկիկ։ Նարդոսի տնական թխվածքի բույր էր գալիս։ Սենյակը, որ պատրաստել էին Մարթայի համար, ուներ մեկտեղանոց մահճակալ, ձեռագործ կարկատան ծածկոցով, հին պահարան պատուհան, որը նայում էր փոքրիկ բակ, որտեղ Հովհաննեսը մի քանի տեսակի բանջարեղեն էր աճեցնում։ Հեղինեն օգնեց Մարթային պառկել, քնքշորեն ծածկեց նրան, նստեց մահճակալի եզրին։ Դու հիմա պետք է հանգստանաս։ Ինչի կարիք էլ ունենաս, ուղղակի կանչիր։ Ես մոտակայքում կլինեմ։ Այդ կեսօր, մինչ Մարթան փորձում էր քնել, նրա միտքը չէր կարողանում հանգստանալ։ Նա անընդհատ մտածում էր Գաբրիելի մասին։ Որտեղ կլիներ նա։ Արդյոք Վանեսսան արդեն ինչ-որ բան արել էր տան հետ։ Արդյոք փաստաթղթեր էր կեղծել, պատմություններ հորինել։ Վախն ու տագնապը նրան արթուն էին պահում, չնայած մարմնի հյուծվածությանը։ Մինչդեռ Երանում իրադարձությունները սկսում էին զարգանալ այնպես, ինչպես Մարթան դեռ չգիտեր։ Սերժանտ Բագրատյանը կապվել էր մայրաքաղաքի ոստիկանության հետ, քննիչների մի խումբ սկսել էր տեղեկություններ փնտրել Վանեսսա Անդրադե Կոստայի մասին, որն ամուսն ացած էր Գաբրիել Կոստայի հետ, բնակվում էր կենտրոն թաղամասում։ Ոստիկանությունը գնաց բնակության հասցեով, բայց այնտեղ ոչ ոք չկար։ Հարանները հայտնեցին, որ ամուսինը շատ էր մեկնում գործուղումների, որ կնոջը նույնպես մի քանի օր չէին տեսել։
Այդ ժամանակ քննիչները կարողացան Գաբրիելի աշխատանքային համարը ստանալ նրա ընկերության միջոցով։ Զանգը նրան գտավ Գյումրիի հյուրանոցում, որտեղ նա գործնական հանդիպման էր։ Երբ նա պատասխանեց, ներկայացավ որպես Գաբրիել Կոստա, քննիչն անմիջապես ասաց. «Պարոն Կոստա, սա քննիչ Մարսելո Ֆուրտադոն է Երանի քրեական ոստիկանությունից։ Ես զանգահարում եմ, քանի որ լուրջ հաղորդում ենք ստացել կապված ձեր կնոջ Վանեսա Անդրադե Կոստայի, ձեր մոր Մարթա Կոստայի հետ։ Դուք գիտեք, թե որտեղ է ձեր մայրը այս պահին»։ Գաբրիելը զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Իրս։ Նա տանն է, աջափնյակում։ Ինչո՞վ։ Ինչ է պատահել։ Պարոն Կոստա, ձեր մորը գտել են լքված Արարատի մարզի անմարդաբնակ տարածքում կապված սյանը, ծանր ջրազրկման արային այրվածքների վիճակում։ Նա մեղադրում է ձեր կնո. իրեն այնտեղ տանելու դիտմամբ լքելու մեջ։ Գաբրիելը գցեց հեռախոսը։ Բառացիորեն։ Սարքն ընկավ հյուրանոցի սենյակի հատակին, մինչ նա հետ էր գնում, զգալով, թե ինչպես է սրտխառնոցը բարձրանում կոկորդով։ Դա չէր կարող ճիշտ լինել։ Չէր կարող։ Նա դողացող ձեռքերով վերցրեց հեռախոսը։ Որտեղ է մայրս հիմա։ Նա լավ է։ Ես պետք է գնամ նրա մոտ։ Նրան խնամում են Հույսագյուղ անունով մի գյուղում, Արարատի մարզում։ Նրա կյանքին անմիջական վտանգ չի սպառնում, բայց նա շատ ցնցված է։ Պարոն Կոստա, մեզ պետք է, որ դուք հնարավորինս շուտ վերադառնաք Երան։ Մենք պետք է անձամբ խոսենք, պետք է գտնենք ձեր կնոջը։ Վանեսան տանն է։ Համենայն դեպս, այնտեղ էր, երբ ես մեկնեցի։ Մենք արդեն այնտեղ ենք եղել։ Ոչ ոք չկա։ Երբ եք վերջին անգամ խոսել նրա հետ։ Գաբրիելը փորձեց մտածել, բայց ուղեղը կարծես սառել էր։ Երեկ։ Ոչ, երեկ չէ, մյուս օրը։ Նա զանգեց, ասելով, որ ամեն ինչ կարգին է, որ չանհանգստանամ։ Պարոն Կոստա, ձեր մեքենան տանն է։ Այո։ Ես ինքնաթիռով եմ եկել։ Վանեսան իր մեքենան ունի։ Մեզ պետք է նրա մեքենայի համարանիշը ցանկացած տեղեկություն, որը կարող է օգնել մեզ գտնել նրան։ Մինչ այդ, լավ կլիներ, որ դուք գայիք Երան գնայիք Հույսագյուղ, ձեր մորը տեսնելու։ Նա ձեր կարիքն ունի։ Զանգն ավարտվեց, Գաբրիելը մոլեգնորեն գրի էր առնում քննիչների կոնտակտները, տեղեկությունները, թե որտեղ է իր մայրը։ Նա չեղարկեց բոլոր հանդիպումները, վերցրեց առաջին իսկ չվերթը դեպի Երան, ինքնաթիռում, փորձում էր ընկալել, թե ինչ է կատարվում։ Վանեսան։ Իր կինը։ Այն կինը, ում հետ կիսում էր իր անկողինը, ծրագրերը, կյանքը։ Փորձել էր սպանել իր մորը։ Ոչ թե պարզապես փորձել։ Նրան թողել էր մեռնելու անապատում։ Ինչպես կարող էր մեկն այդպիսի բան անել։ Ինչպես նա չէր նկատել, որ ամուսնացած է հրեշի հետ։ Արցունքները հոսում էին Գաբրիելի դեմքով, մինչ նա նայում էր ինքնաթիռի պատուհանից, տեսնելով անցնող ամպերը։ Նա հիշեց բոլոր այն անգամները, երբ մայրը փորձել էր մոտենալ, բոլոր այն անգամները, երբ նա ընտրել էր աշխատանքը, ընտրել էր Վանեսային, ընտրել էր ցանկացած բան, բացի ներկա լինելուց։ Մեղքի զգացումը կործանարար էր։ Երանում վայրեջք կատարելուն պես Գաբրիելն ուղիղ գնաց տուն, քննիչների ուղեկցությամբ, որոնք նրան սպասում էին օդանավակայանում։ Տունը դատարկ էր ու լուռ։ Ննջասենյակում նա նկատեց, որ Վանեսայի հագուստներից շատերն այնտեղ չէին։ Նա ճամպրուկները հավաքել ու փախել էր։ Քննիչները խուզարկեցին բնակարանը, հետքեր փնտրելով։ Գտան Մարթայի տան փաստաթղթերը, անշարժ գույքի գործակալությունների հետ պայմանագրեր, գույքի գնահատումներ։ Վանեսան իսկապես ծրագրում էր վաճառել սկեսրոջ տունը։ Նույնիսկ լիազորագրերի սագրեր կային, որոնք փորձում էին նմանակել Մարթայի ստորագրությունը։ Գաբրիելը նստեց հյուրասենյակի բազմոցին, դեմքը թաքցրեց ձեռքերի մեջ։ Ինչպես էր այդքան կույր եղել։ Ինչպես չէր տեսել այն, ինչ հենց իր աչքի առաջ էր։ Վանեսան միշտ սառն էր եղել, բայց նա դա վերագրում էր նրա բնավորությանը, ուժեղ անհատականությանը։ Երբեք չէր պատկերացրել, որ նա ընդունակ է իրական դաժանության։ Այդ ժամանակ նա ինչ-որ բան հիշեց։ Մոր հեռախոսը։ Նա հասանելիություն ուներ հաշվին, քանի որ կարգավորել էր սարքը նրա համար։ Արագ մտավ իր հեռախոսի տեղորոշման հավելված։ Եթե մոր հեռախոսը դեռ միացված լիներ, նա կարող էր հետել դրան։
Կարմիր կետը հայտնվեց քարտեզի վրա։ Հեռախոսը կանգնած էր Երանի մարզերի միջ ինչ-որ տեղ։ Գաբրիելը ցույց տվեց քննիչներին, որոնք անմիջապես ահազանգեցին տարածաշրջանի պարեկային խմբերին։ 2 ժամից էլ քիչ ժամանակում նրանք գտան Մարթայի հեռախոսն ու պայուսակը, նետված հողածածկ ճանապարհի եզրին։ Վանեսան ազատվել էր ապացույցներից, բայց հաշվի չէր առել, որ Գաբրիելը կարող է հետել սարքին։ Երանսան մայրուղու վճարակետերի տեսախցիկները ֆիքսել էին Վանեսայի մեքենայի պատկերը գնալիս, վերադառնալիս։ Ժամանակագրությունը կատարելապես համընկնում էր Մարթայի պատմածի հետ։ Ոստիկանությունը խուզարկության ձերբակալման հրաման տվեց։ Վանեսան այժմ պաշտոնապես փախուստի մեջ գտնվող անձ էր։ Գաբրիելը վերցրեց մեքենան գրեթե 4 ժամ վարեց մինչ հասավ հույսագյուղ։ Արդեն գիշ էր, երբ նա վերջապես կայանեց Հեղինեի Հովհաննեսի տան դիմաց։ Նա նախապես զանգել էր, զգուշացնելով, որ գալիս է։ Սերժանտ Բագրատյանը նրան սպասում էր պատշգամբում։ Պարոն Գաբրիել։ Ես սերժանտ Բագրատյանն եմ։ Ձեր մայրը քնած է, բայց եթե ուզում եք տեսնել նրան, կարող ենք զգուշությամբ արթնացնել։ Խնդրում եմ, հազիվ կարողացավ խոսել Գաբրիելը։ Ես պետք է տեսնեմ նրան։ Հեղինեն նրան տարավ սենյակ, մատների ծայրերին քայլելով։ Գիշերային լամպի լույսը թույլ էր վառվում։ Մարթան քնած էր կողքի վրա, չնչառությունը թեթ ու անկանոն էր։ Նրա դեմքն այրվել էր արից, շուրթերը ճաքճքել, ձեռքերը վիրակապված էին։ Գաբրիելը զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Դա իր մայրն էր։ Այն կինը, որը մեծացրել էր իրեն, որը գիշերներ էր անցկացրել անքուն, երբ ինքը հիվանդ էր, որն այնքան շատ էր աշխատել, իրեն արժանապատիվ կյանք տալու համար։ Եվ հիմա նա այնտեղ էր, կոտրված, իր ընտրած կնոջ մեղքով։ Նա ծնկի իջավ մահճակալի կողքին, նրբորեն բռնեց Մարթայի ձեռքը, զգուշանալով չվնասել վերքերը։ Արցունքներն անկառավարելիորեն հոսում էին նրա դեմքով։ Մամ, շշնջաց նա։ Մամ, ներիր ինձ։ Ներիր ինձ ամեն ինչի համար։ Մարթան դանդաղ բացեց աչքերը։ Մի քանի վայրկյան պահանջվեց կենտրոնանալու համար, երբ ճանաչեց որդուն, նրա դեմքը վերածվեց թեթացման ցավի խառնուրդի։ Գաբրիել, դու այստեղ ես։ Այո, մամ։ Ես այստեղ եմ, այլս քո կողքից չեմ հեռանա։ Երդվում եմ։ Մայր ու որդի միասին լաց եղան այդ գիշեր, շրջապատված հույսագյուղի հյուրընկալ լռությամբ։ Գաբրիելը պատմեց, որ ոստիկանությունը փնտրում է Վանեսային, որ նա անպատիժ չի մնա։ Մարթան իր հերթին պատմեց գյուղի մարդկանց բարության, Հեղինեի Հովհաննեսի, իրեն փրկած Հովսեփի մասին։ Այս մարդիկ, տղաս, հրեշտակներ են։ Ես կորած էի, նրանք ինձ գտան։ Ինձ վերաբերվեցին ինչպես ընտանիքի անդամի։ Գաբրիելը սեղմեց մոր ձեռքը։ Ես նրանցից յուրաքանչյուրին շնորհակալություն կհայտնեմ։ Եվ ես քեզ կխնամեմ այսուհետ, մամ։ Ճիշտ ծով։ Այնպես, ինչպես միշտ պետք է անեի։ Նույն գիշեր, Երանի Հայաստան-Վրաստան սահմանի միջ ինչ-որ տեղ, Վանեսան անդադար վարում էր, անընդհատ ստուգելով հետի հայելին։ Նա թերագնահատել էր իրավիճակը։ Կարծո էր, թե ոչ ոք չի գտնի պարավին, որ գործը կփակվի որպես պարզ անհետացում։ Նա հաշվի չէր առել, որ ինչ-որ մեկը կանցնի այդ լքված ճանապարհով։ Այժմ նա փախուստի մեջ էր, ոստիկանությունը նրա հետքի վրա էր, բոլոր ծրագրերը փլուզվում էին։ Բայց Վանեսան այն տեսակը չէր, որ հեշտությամբ հանձնվեր։ Նա դեռ խնայած գումար ուներ, կապեր այլ քաղաքներում։ Ելք կգտներ։ Միշտ գտնում էր։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ մինչ նա վարում էր մութ գիշերով, իշխանություններն արդեն օղակը սեղմում էին։ Յուրաքանչյուր վճարակետ, յուրաքանչյուր բենզալցակայան, յուրաքանչյուր անվտանգության տեսախցիկ ճանապարհի երկայնքով ստուգվում էր։ Պարզապես ժամանակի հարց էր, մինչ նրան կգտնեին։ Իսկ հույսագյուղում, մինչ Մարթան քնած էր որդու կողքին ամիսների բաժանումից հետո, նոր հույս էր սկսում ծնվել։ Ոչ միայն արդարության հույսը, այլ վերակառուցման հույսը։ Նոր կյանքի, շրջապատված մարդկանցով, որոնք արժեք էին տեսնում նրա մեջ, որոնք հարգում խնամում էին նրան։ Ճանապարհը դեռ երկար ու ցավոտ էր լինելու։ Դատավարությունը, լսումները, առերեսումը։ Բայց Մարթան այլսմ։ Ենակ չէր։
Նա վերադարձել էր Գաբրիելին, ուներ մի ամբողջ համայնք, որն աջակցում էր իրեն, երկար ժամանակ անց առաջին անգամ ուներ այն վստահությունը, որ արժանի է սիրվելու պաշտպանվելու։ Վանեսայի ձերբակալությունը տեղի ունեցավ 3 օր անց Հայաստան-Վրաստան սահմանի մոտ գտնվող բենզալցակայանում։ Նա ճակատագրական սխալ էր թույլ տվել։ Վառելիքի համար վճարել էր կրեդիտ քարտով։ Գործարքն անմիջապես հետվեց, տեղի ոստիկանական պարեկախումբը կանգնեցրեց նրան, նախքան նա կկարողանար վերադառնալ ճանապարհ։ Ըստ նրան ձերբակալած ոստիկանների, նա պահպանեց իր հանգստությունը, անհանգստացնող սառնասրտությամբ հերքելով բոլոր մեղադրանքները։ Դուք սխալվում եք։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Այս ամենը թյուրիմացություն է, կապված իմ զկեսրոջ հետ, որը, ցավոք, հիշողության խնդիրներ ունի։ Բայց ֆիզիկական ապացույցները չէին ստում։ Վճարակետերի տեսախցիկների պատկերները ցույց էին տալիս նրա մեքենան գնալիս վերադառնալիս։ Մարթային փրկած տղամարդու ցուցմունքը մանրամասն էր հետողական։ Զոհի դաստակների վրա պարանի հետքերը ճշգրիտ համապատասխանում էին Վանեսայի մեքենայի բեռնախցիկում գտնված պարանի տեսակին։ Եվ ավելին։ Նրա տանը գտնված փաստաթղթերը, որոնք ծրագրում էին Մարթայի գույքի վաճառքն առանց նրա իմացության։ Ձերբակալության լուրը հույսագյուղ հասավ քննիչ Ֆուրտադոյի զանգի միջոցով սերժանտ Բագրատյանին, որն անմիջապես գնաց Հեղինեի Հովհաննեսի տուն, տեղեկացնելու Մարթային Գաբրիելին։ Շաբաթ առավոտ էր, Գաբրիելն օգնում էր Հովհաննեսին ջրել բանջարանոցը, երբ սերժանտը ժամանեց։ Բարի օր։ Նորություններ ունեմ։ 3 տղամարդիկ մտան տուն, որտեղ Մարթան նստած էր ներքին պատշգամբում, իսկ Հեղինեն նրա կողքին օգնում էր փոխել ձեռքերի վիրակապերը։ Վերջին օրերին այրվածքները սկսել էին սպիանալ, բայց ցավը դեռ մշտական էր։ Սակայն ֆիզիկական ցավից ավելի դժվար էր հուզական տրավման։ Մարթան գիշերները արթնանում էր մղձավանջներից, վերապրելով լքվելու պահը, անտանելի տապը, մենակ մեռնելու վախը։ Տիկին Մարթա, պարոն Գաբրիել, սկսեց սերժանտը, հարգանքով հանելով գլխարկը, քիչ առաջ հաստատում ստացա։ Վանեսա Անդրադե Կոստան ձերբակալվել է մի քանի ժամ առաջ Հայաստան-Վրաստան սահմանի մոտ։ Նրան տեղափոխում են Երան, նա կմնա կալանքի տակ, սպասելով դատավարությանը։ Գաբրիելը փակեց աչքերը, խորը շունչ քաշեց։ Դա թեթացման խորը տխրության խառնուրդ էր։ Այն կինը, ում հետ նա կիսել էր իր կյանքը, իր երազանքները, այժմ հանցագործ էր, որին տանում էին ոստիկանական հսկողության տակ։ Մարթան, մյուս կողմից, այլ բան զգաց։ Դա հենց ուրախություն չէր, այլ մի զգացողություն, որ վերջապես ճշմարտությունը ճանաչվում է։ Նա խելագար չէր, ոչինչ չէր հորինել։ Այն, ինչ Վանեսան արել էր, իրական էր, հանցավոր, այժմ նա պետք է պատասխան տար դրա համար։ Հիմա ինչ է լինելու, հարցրեց Գաբրիելը։ Կլինեն նախնական լսումներ, նրա պաշտպանությունը կփորձի տարբեր փաստարկներ բերել, բայց մեր ունեցած ապացույցներով շատ հավանական է, որ գործը կհասնի դատարան։ Դատախազությունն աշխատում է մեղադրանքների վրա։ Սպանության փորձ ծանրացուցիչ հանգամանքներում, ապօրինի ազատազրկում, տարեց անձի նկատմամբ դաժան վերաբերմունք, փաստաթղթերի կեղծում։ Սրանք ծանր հանցագործություններ են։ Հեղինեն ամուր բռնեց Մարթայի ձեռքը։ Իսկ տիկին Մարթան պետք է ցուցմունք տա։ Այո, նա կլինի մեղադրող կողմի գլխավոր վկան։ Բայց մենք ամեն ինչ կանենք, որ դա հնարավորինս քիչ տրավմատիկ լինի։ Եվ նա մենակ չի լինի։ Հաջորդ շաբաթների ընթացքում հույսագյուղը դարձավ անսպասելի ապաստան Մարթայի Գաբրիելի համար։ Նա արձակուրդ էր վերցրել աշխատանքից, իրավիճակը բացատրելով իր ղեկավարներին, որոնք ըմբռնումով մոտեցան։ Գաբրիելը գյուղի հյուրատանը փոքրիկ սենյակ վարձեց, Հեղինեին Հովհաննեսին չծանրաբեռնելու համար, բայց ամբողջ օրերն անցկացնում էր, խնամելով մորը։ Դա բուժման, բայց նա վերամիավորման ժամանակ էր։ Մայր ու որդի, որոնք վերջին տարիներին գրեթե օտարացել էին, այժմ ժամերով զրուցում էին։ Գաբրիելը պատմում էր աշխատանքի, ուղղորությունների, ճնշումների մասին, բայց նա այն մասին, թե ինչպես էր մոլորվել ճանապարհին, ինչպես էր թույլ տվել, որ Վանեսան իրեն մեկո ուսացնի սեփական մորից։ Նա նուրբ էր գործում, մամ։ Երբեք բացահայտ չի ասել, որ ես չպետք է այցելեմ քեզ։ Բայց միշտ ինչ-որ բան էր ծրագրել հանգստյան օրերին, միշտ մի պատրվակ, քո տուն չգնալու համար։ Եվ ես, հիմարս, ամեն ինչ ընդունում էի առանց հարց տալու։ Մարթան շոյում էր որդու դեմքը։ Դու հիմար չես, սիրելիս։ Քեզ մանիպուլյացիայի է ենթարկել մեկը, ով ճշգրիտ գիտեր, թե ինչ է անում։ Բայց հիմա դու տեսել ես։
Եվ դա է կարորը։ Գաբրիելը նա մտերմացավ գյուղի մարդկանց հետ։ Անձամբ ծանոթացավ Հովսեփի հետ, այն համեստ մարդու, որը փրկել էր իր մորը, չկարողացավ զսպել արցունքները, սեղմելով նրա ձեռքը։ Չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել ձեր արածի համար։ Դուք փրկել եք իմ մոր կյանքը։ Հովսեփը, ամաչելով այդքան երախտագիտությունից, միայն գլխով արեց։ Ես արել եմ այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ, տղաս։ Ձեր մայրը լավ կին է։ Արժանի չէր այդպես տառապելու։ Գաբրիելը պնդեց ֆինանսապես օգնել Հովսեփին, բայց տղամարդը վճռականորեն մերժեց։ Ի վերջո, Գաբրիելին հաջողվեց միայն համոզել նրան ընդունել օգնություն, հին բեռնատարը վ. երանորոգելու համար, որն անընդհատ փչանում էր։ Մարթայի հետ պատահածի պատմությունը սկսեց հայտնվել մամուլում։ Սկզբում դրանք տեղական ռեպորտաժներ էին, բայց շուտով Երանի խոշոր լրատվամիջոցները տեղեկացան նորության մասին։ Գործն ուներ բոլոր այն տարրերը, որոնք գրավում էին ուշադրություն։ Անապատում լքված տարեցկին, դաժան հարս, մեջտեղում հայտնված հաջողակ որդի մի փոքրիկ համայնք, որն ընդունել էր զոհին։ Լրագրողներ սկսեցին հայտնվել հույսագյուղում, ցանկանալով հարցազրույց վերցնել Մարթայից, Հովսեփից, Հեղինեից Հովհաննեսից։ Սերժանտ Բագրատյանն անում էր հնարավորը, պաշտպանելու բոլորի անձնական կյանքը, բայց անհնար էր ամբողջությամբ զսպել։ Հեղինեն էր, որ առաջարկեց Մարթային մեկ հարցազրույց տալ, միայն մեկը, մի լուրջ լրատվամիջոցի, ամբողջությամբ պատմել իր պատմությունը։ Այդպես, գուցե մյուս լրագրողները նրան հանգիստ թողնեին։ Գաբրիելը սկզբում դեմ էր։ Մամ, դուք պարտավոր չեք այդպես բացահայտվել։ Թող արդարադատությունն իր ընթացքով գնա։ Բայց Մարթան այլ տեսակետ ուներ։ Տղաս, եթե ես պատմեմ իմ պատմությունը, գուցե դա օգնի այլ մարդկանց, որոնք նույն իրավիճակում են։ Քանի տարեցկին է դաժան վերաբերմունքի ենթարկվում, լքվում, իրենց տներից հանվում։ Եթե իմ ցավը ծառայի այս խնդիրը լուսաբանելուն, ապա արժե։ Հարցազրույցը տրվեց մի հարգված լրագրողուհու, հեռուստատեսային հաղորդումից, որը հայտնի էր սոցիալական դեպքերին լրջությամբ վերաբերվելով։ Նա փոքր խմբով մեկնեց հույսագյուղ, ձայնագրությունը տեղի ունեցավ Հեղինեի Հովհաննեսի տանը, Մարթան նստած էր պատշգամբում, Գաբրիելը նրա կողքին։ Մարթան պատմեց ամեն ինչ։ Գաբրիելի Վանեսայի ամուսնությունից, ստեղծված հեռավորությունից, ճակատագրական զանգից, սոսկալի ճանապարհորդությունից, լքվելուց։ Խոսեց արի տակ անցկացրած ժամերի, մեռնելու մտքի փրկության հրաշքի մասին։ Խոսեց հույսագյուղի մարդկանց բարության մասին, որոնք ընդունեցին իրեն, երբ նա ամենաշատն էր դրա կարիքն ունեցել։ Ոչ մի չափազանցված դրամատիզացիա, ոչ մի բեմադրված լաց։ Մարթան խոսեց այն մարդու արժանապատվությամբ, ով շատ է ապրել, շատ է տառապել, բայց չի կորցրել իր էությունը։ Եվ դա խորապես հուզեց նրանց, ովքեր դիտեցին։ Երբ հաղորդումը եթեր հեռարձակվեց 2 շաբաթ անց, արձագանքն անմիջական էր ցնցող։ Սոցիալական ցանցերը պայթեցին Մարթային աջակցող Վանեսայի դեմ վրդովմունքի հաղորդագրություններով։ Տարեցների պաշտպանության շարժումներն օգտագործեցին դեպքը որպես օրինակ ավելի խիստ օրենքների անհրաժեշտության մասին։ Իրատվություններ սկսեցին հասնել Մարթային հույսագյուղին, որը ազգային ճանաչում ստացավ։ Բայց ոչ ամեն ինչ դրական էր։ Վանեսայի պաշտպանությունը նույնպես ակտիվացավ, ագրեսիվ կերպով։ Նրանք վարձեցին մի փաստաբանի, որը հայտնի էր վիճահարույց գործեր պաշտպանելով, փաստաբան Սիլվա Բրագյանին, միջին տարիքի մի տղամարդու, որը հայտնի էր ագրեսիվ մարտավարության միջոցով անհավանական արդարացումներ ստանալով։ Նա հարցազրույցներ տվեց, պնդելով, որ Մարթան տառապում է դեմենցիայով, որ ինքն իրեն է վտանգի ենթարկել, որ Վանեսան իրականում զոհ է մի մանիպուլյատոր սկեսրոջ, որն օգտագործում է պատմությունը քանդելու իր ամուսնությունն ու հեղինակությունը։ Իմ պաշտպանյալը աշխատասեր, ազնիվ կին է, որը փորձել է խնամել դժվար սկեսրոջը։ Ենթադրյալ զոհը ունի մոռացկոտության մտավոր շփոթության պատմություն, ինչպես կարող են հաստատել մի քանի հարաններ։ Տեղի ունեցածը ողբերգություն է, որը հետանք է մի տարեց կնոջ համառության, որը պնդել է մենակ դուրս գալ տնից մոլորվել է։ Իմ պաշտպանյալը փորձել է օգնել, բայց անարդարացիորեն մեղադրվել է։ Պնդու։ Մները սուտ էին վիրավորական, բայց իրավաբանորեն թույլատրելի պաշտպանության համատեքստում։ Գաբրիելը կատաղեց, դիտելով հարցազրույցը։ Ինչպես կարող է նա այդպիսի բաներ ասել։ Իմ մայրը ոչ մի մտավոր խնդիր չունի։
Մեղադրող կողմի փաստաբանը դատախազ Ֆերդինանդ Լոփեզյանը, որը նշանակվել էր դատախազության կողմից, ավելի հանգիստ ռազմավարական էր։ Նրանք ամեն ինչ կփորձեն, Գաբրիել։ Դա նրանց աշխատանքն է։ Բայց մենք հիմնավոր ապացույցներ ունենք։ Մենք ունենք տեսախցիկները, ունենք պարոն Հովսեփի ցուցմունքը, ունենք ֆիզիկական հետքերը, ունենք կեղծ փաստաթղթերը։ Ճշմարտությունը կհաղթի։ Հաջորդ ամիսները լարված նախապատրաստության շրջան էին։ Մարթան ստիպված եղավ մի քանի հոգեբուժական ճանաչողական գնահատումներ անցնել, ապացուցելու, որ նա լիովին տիրապետում է իր մտավոր ունակություններին։ Բոլոր հետազոտությունները հաստատեցին։ Նա դեմենցիա չուներ, ոչ մի խնդիր չուներ, որը կվնասեր նրա հիշողությանը կամ դատողությանը։ Գաբրիելը նույնպես մի քանի անգամ կանչվեց ցուցմունք տալու, վերապատմելով, թե ինչպես էր վատացել մոր Վանեսայի հարաբերությունները, Վանեսայի մեկնաբանությունները Մարթայի տան մասին, գույքը վաճառելու գնալով ավելի հաճախակի դարձող առաջարկները։ Այդ ընթացքում մի հետաքրքիր փոխակերպում տեղի ունեցավ։ Մարթան, որը հույսագյուղ էր հասել կոտրված անհույս, սկսեց նորից ծաղկել։ Գաբրիելի մշտական ներկայությունը, Հեղինեի Հովհաննեսի քնքշությունը, ամբողջ համայնքի աջակցությունը ջրի պես էին թորոմած բույսի համար։ Նա սկսեց օգնել Հեղինեին խոհանոցում, սովորեցնելով հին բաղադրատոմսեր, որոնք սովորել էր իր մորից։ Մասնակցում էր գյուղի փոքրիկ եկեղեցու պատարագներին։ Կեսօրերին նստում էր կենտրոնական հրապարակում, զրուցելու այլ տիկնանց հետ։ Նորից ծիծաղում էր։ Հովհաննեսը սովորություն ուներ ասել Գաբրիելին. «Քո մայրը մարտիկ է։ Տես, թե ինչի միջով է անցել, դեռ կարողանում է ժպտալ, դեռ կարողանում է ուրիշների մասին հոգ տանել։ Դա է իսկական ուժը։ Եվ դա իսկապես այդպես էր»։ Մարթան բացահայտեց, որ ունի մի դիմադրողականություն, որի մասին ինքն էլ չգիտեր։ Տրավման այնտեղ էր, ֆիզիկական հուզական սպիները կմնային, բայց նա ընտրում էր չսահմանվել միայն դրանով։ Նա փրկված էր, ոչ թե զոհ։ Մինչդեռ Երանի նախնական կալանքի վայրում Վանեսան պահպանում էր իր անմեղության դիրքորոշումը։ Ստանում էր իր ընտանիքի այցելությունները, որոնք հավատում էին նրա վարկածին կամ ծածնում էին, թե հավատում են։ Փաստաբանի հետ ուսումնասիրում էր գործի նյութերը, փնտրելով բացեր, խուսափելու ուղիներ։ Նա նայում էր խցի մոխրագույն պատերին, զայրույթ էր զգում։ Զայրույթ Մարթայի հանդեպ, որ գոյատել էր, զայրույթ Հովսեփի հանդեպ, որ հայտնվել էր այդ ճանապարհին, զայրույթ Գաբրիելի հանդեպ, որ հավատացել էր մորը իր փոխարեն։ Բայց զղջում։ Իսկական մեղքի զգացում։ Դա նա չէր զգում։ Վանեսայի համար խնդիրը ոչ թե այն էր, թե ինչ էր արել, այլ այն, որ բացահայտվել էր։ Թե այդ տղամարդը չանցներ ճանապարհով, եթե ոչ ոք չգտներ Մարթային, ամեն ինչ հիմա լուծված կլիներ։ Տունն արդեն վաճառված կլիներ, գումարը իր հաշվին, նա կշարունակեր իր կյանքն առանց խղճի խայթի։ Սակայն Վանեսայի սառնությունը կլիներ նրա ամենամեծ խնդիրը մոտեցող դատավարության ժամանակ։ Որովհետև նույնիսկ լավագույն փաստաբանները դժվարանում են պաշտպանել մեկին, ով իսկապես անկարող է զղջում ցուցաբերել։ Դատավարության օրը նշանակվեց մայիսյան երկուշաբթի, Երանի քրեական դատարանում։ Դա լինելու էր երդվյալ ատենակալների դատավարություն, 7 սովորական մարդ պետք է որոշեին Վանեսայի ճակատագիրը, հիմնվելով ներկայացված ապացույցների փաստաբանների փաստարկների վրա։ Դատավարությունից մեկ շաբաթ առաջ Մարթան Գաբրիելի ուղեկցությամբ վերադարձավ Երան։ Նրանք տեղավորվեցին դատարանի մոտ գտնվող պարզ հյուրանոցում։ Հեղինեն Հովհաննեսը պնդեցին գալ իրենց հետ, բարոյական աջակցություն ցույց տալու համար։ Հովսեփը նույնպես ցանկացավ ներկա գտնվել, անձամբ վկայելու այն, ինչ տեսել էր։ Դատավարության նախօրեին Գաբրիելը Մարթային տարավ այցելելու նրա հին տունը Աջափնյակում։ Նա մի քանի անգամ եղել էր այնտեղ նախորդ ամիսների ընթացքում, ամեն ինչ մաքուր կոկիկ պահելով։ Բայց Մարթան չէր վերադարձել այն ճակատագրական հինգշաբթի օրվանից։ Երբ նրանք մտան դռնով, Մարթային համակեց զգացմունքների փոթորիկ։ Այնտեղ նրա ողջ կյանքն էր։ Լուսանկարները պատերին, բազմոցը, որտեղ հեռուստացույց էր դիտում Անտոնի հետ, խոհանոցը, որտեղ հազարավոր ուտեստներ էր պատրաստել։ Բայց հիմա ամեն ինչ այլ կերպ էր թվում, աղտոտված այն հիշողությամբ, թե ինչ էր ծրագրել անել Վանեսան։ Ուզում ես վերադառնալ այստեղ ապրելու, մամ, մեղմ հարցրեց Գաբրիելը։ Մարթան քայլեց սենյակներով, դիպչելով կահույքին, վարագույրներին, հիշելով։ Վերջապես, նա շրջվեց դեպի որդին։ Չգիտեմ, Գաբրիել։
Այս տունն այնքան շատ լավ հիշողություններ ունի, բայց հիմա նա ունի այն ամենի ստվերը, ինչ տեղի ունեցավ։ Ինձ ժամանակ է պետք որոշելու համար։ Դու աշխարհի ամբողջ ժամանակն ունես։ Եվ ինչ որոշում էլ կայացնես, ես քո կողքին կլինեմ։ Նրանք փակեցին տունը, վերադարձան հյուրանոց։ Մարթան անքուն գիշեր անցկացրեց, մտովի փորձելով այն, չպետք է ասեր դատարանում հաջորդ օրը։ Նա պետք է նորից առերեսվեր Վանեսայի հետ, պետք է վերապատմեր ամեն ինչ մանրամասն անծանոթների, դատավորների, երդվյալ ատենակալների, մամուլի առջ։ Վախն այնտեղ էր, թաքնված իրական։ Բայց վախի հետ միասին կար նա երկաթյա վճռականություն։ Նա դա չէր անի միայն իր համար։ Նա դա կաներ բոլոր այն տարեց մարդկանց համար, որոնք տառապում էին լռության մեջ, որոնց դաժանորեն էին վերաբերվում, մոռանում, վերաբերվում որպես անպետք բեռի։ Նրա ցավը նպատակ կունենար։ Երբ այդ երկուշաբթի առը ծագեց, Մարթան հագավ մուգ կապույտ կոստյումը, որը Գաբրիելը գնել էր նրա համար, խնամքով սանրեց իր սպիտակ մազերը, նայեց հայելու մեջ։ Նա տեսավ մի կնոջ, որն անցել էր դժոխքի միջով, բայց դուրս էր եկել անձեռնմխելի արժանապատվությամբ։ Ես պատրաստ եմ, ասաց նա Գաբրիելին, որը սպասում էր սենյակի դռան մոտ։ Միասին Հեղինեի, Հովհաննեսի, Հովսեփի ուղեկցությամբ նրանք ուղղորդվեցին քրեական դատարան։ Հսկայական մոխրագույն շենքը սպասում էր նրանց։ Այդ պատերի ներսում ճշմարտությունը կբացահայտվեր, արդարությունը կփնտրվեր։ Վանեսան պետք է պատասխան տար իր արարքների համար։ Նախասրահը լի էր լրագրողներով, բայց անվտանգության աշխատակիցները ամեն ինչ կազմակերպված էին պահում։ Մարթան քայլում էր գլուխը բարձր, անտեսելով լուսանկարչական բռնկումները բղավող հարցերը։ Նրանք բարձրացան երդվյալ ատենակալների դահլիճ, մի ընդարձակ սենյակ, հանրության համար նստարաններով, փաստաբանների սեղանով, երդվյալ ատենակալների տարածքով, արդարադատության բեմով։ Վանեսան արդեն այնտեղ էր, նստած իր փաստաբանի կողքին, հագին համեստ գործնական հագուստ, մազերը հավաքված, առանց ավելորդ դիմահարդարման։ Ակնհայտորեն փորձ էր, ավելի մարդկային, ավելի խոցելի երալու։ Երբ Մարթան մտավ, նրանց հայացքները մի կարճ պահ խաչվեցին։ Վանեսայի աչքերում զղջում չկար։ Միայն սառը հաշվարկ։ Բայց Մարթան հայացքը չփախցրեց։ Նա ուղիղ նայեց հարսին, լուր հաղորդելով, որ այլս չի վախենում, որ այլս չի վախենա։ Դատավորը մտավ, բոլորը ոտքի կանգնեցին, դատավարությունը սկսվեց։ Ճշմարտության արդարության համար պայքարը նոր էր սկսվում։ Դատախազ Ֆերդինանդ Լոփեզյանը առաջինը խոսեց։ Նա մոտ 50 տարեկ։ Անտղամարդ էր, ճերմակած մազերով, բարակ շրջանակով, ակնոցներով հանգիստ, բայց իշխանական ներկայությամբ։ Նա քայլեց դեպի դահլիճի կենտրոն, դեմքով դեպի երդվյալ ատենակալները, որոնք բաղկացած էին 7 սովորական քաղաքացիներից։ Երկու տղամարդ, 5 կին, տարբեր տարիքի մասնագիտությունների։ Տիկնայք պարոնայք երդվյալ ատենակալներ, սկսեց նա հստակ վստահ ձայնով, դուք այստեղ եք դատելու մարդու դեմ կատարված ամենագարշելի հանցագործություններից մեկը։ Տարեց անպաշտպան մարդու դիտավորյալ լքումը հեռավոր վտանգավոր վայրում, նրա մահը պատճառելու հստակ մտադրությամբ։ Ամբաստանյալ Վանեսա Անդրադե Կոստան չի գործել պահի ազդեցության տակ։ Նա ծրագրել է։ Նա հաշվարկել է։ Նա իրականացրել է դաժան վախկոտ ծրագիր սեփական սկեսրոջ դեմ, 73 տարեկան մի տիկնոջ, որը նրան երբեք որևէ վնաս չի տվել։ Դատախազ Լոփեզյանն այնուհետ սկսեց ներկայացնել ապացույցները, մեկ առ մեկ, մեթոդիկ կործանարար կերպով։ Նա ցույց տվեց վճարակետերի տեսախցիկների պատկերները, որոնք ցուցադրվում էին մեծ էկրանին, որպեսզի բոլորը կարողանային տեսնել։ Այնտեղ Վանեսայի արծաթագույն մեքենան էր, որն անցնում էր Երան Սան մայրուղու վճարակետով, նա ղեկին էր, իսկ Մարթան կողքին, ժամը 15:42 րոպեին։ Ապա նույն մեքենան վերադառնում էր միայնակ, միայն Վանեսայի հետ, ժամը 18:15 րոպեին։ 3 ժամ, շեշտեց դատախազը։ 3 ժամ, զոհին մեկուսացված վայր տանելու, նրան սյանը կապած լքելու վերադառնալու համար։ Ամեն ինչ սառնասրտորեն հաշվարկված։ Այնուհետ ներկայացվեց Հովսեփի ձայնագրված ցուցմունքը։ Պարզ ազնիվ տղամարդը մանրամասնորեն պատմեց, թե ինչպես է գտել Մարթային կապված, ջրազրկված, արից այրված, ծայրահեղ վիճակում։ Նրա ձայնը գեց, հիշելով նրա աչքերի հուսահատությունը։ Ցուցադրվեցին բժշկական լուսանկարները։ Երկրորդ աստիճանի այրվածքները Մարթայի ձեռքերի դեմքի վրա։ Պարանից մնացած խորը հետքերը նրա դաստակներին։
Ծանր ջրազրկման վիճակը, որը կարող էր մի քանի ժամ անց բազմաօրգանային անբավարարություն առաջացնել։ Այս տիկինը, դատախազ Լոփեզյանը մատնացույց արեց Մարթային, որը նստած էր վկաների համար նախատեսված հատվածում, փրկվել է զուտ բախտի բերումով։ Եթե այն առատաձեռն մարդը չանցներ այդ ճանապարհով հենց այդ պահին, տիկին Մարթան այսօր այստեղ չէր լինի։ Նա կմահանար միայնակ, սոսկալի տառապանքների մեջ, ամբաստանյալի ագահության դաժանության պատճառով։ Երբ ներկայացվեցին Վանեսայի տանը գտնված փաստաթղթերը, ներառյալ անշարժ գույքի գործակալությունների հետ պայմանագրերը, Մարթայի ստորագրությունը կեղծելու փորձերը, տունը վաճառելու համար, երդվյալ ատենակալները տեսանելիորեն ցնցվեցին։ Այնտեղ էր դրդապատճառը, փող։ Պարզ հասարակ։ Հասավ Մարթայի ցուցմունքի պահը։ Նրան կանչեցին կենտրոն, նա նստեց վկայի աթոռին, երդվեց ասել ճշմարտությունը։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, բայց ձայնը վստահ հնչեց։ Դատախազ Լոփեզյանը նրան առաջնորդեց այդ օրվա իրադարձությունների միջով։ Մարթան պատմեց Վանեսայի զանգի, կեղծ մտահոգ տոնի, հարսի հետ վերջապես մտերմության պահ ունենալու ակնկալիքի մասին։ Պատմեց լուրջ ճանապարհորդության, սառը թշնամական պատասխանների, քաղաքից հեռանալուն զուգընթաց աճող վախի մասին։ Երբ նա ինձ տարավ այդ ամայի վայրը, շարունակեց Մարթան, ձայնն այժմ կելով, ես աղաչեցի։ Ես ասացի, որ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, որ խնդրում եմ ինձ հետ տանի տուն։ Եվ գիտեք, թե նա ինչ պատասխանեց։ Մարթան ուղիղ նայեց Վանեսային, որը անշարժ մնում էր իր փաստաբանի կողքին։ Նա ասաց, որ ես անպետք բեռ եմ, որ խանգարում եմ իր ծրագրերին, որ պետք է ազատվի ինձնից, որպեսզի կարողանա վաճառել իմ տունը, օգտագործել գումարը։ Նա ինձ կապեց այդ սյանը իր ձեռքերով, անտեսելով իմ ողորմության խնդրանքները, թողեց այնտեղ, մեռնելու։ Դահլիճում ծանր լռություն տիրեց։ Հանրության մեջ ոմանք արցունքներն էին սրբում։ Երդվյալ ատենակալները նայում էին Վանեսային արտահայտություններով, որոնք տատանվում էին զզվանքի անհավատության միջ։ Տիկին Մարթա, մեղմ հարցրեց դատախազը, արդյոք ամբաստանյալը որե պահի զղջում կամ տատանում ցուցաբերեց։ Ոչ, բացարձակ վստահությամբ պատասխանեց Մարթան։ Նրա աչքերը դատարկ էին։ Նա ճշգրիտ գիտեր, թե ինչ է անում, դա նրան չէր հուզում։ Նրա համար ես ընդամենը մի խոչընդոտ էի, որը պետք է հեռացվեր։ Երբ հերթը հասավ պաշտպանական կողմի հարցաքննությանը, փաստաբան Սիլվա Բրագյանը ագրեսիվ մոտեցում որդեգրեց, փորձելով շփոթեցնել տարեց կնոջը կասկածի տակ դնել նրա հիշողությունը։ Տիկին Մարթա, դուք չեք կարծում, որ հնարավոր է սխալ եք հասկացել իմ պաշտպանյալի մտադրությունները, որ գուցե դուք ձեզ վատ եք զգացել զբոսանքի ընթացքում, իմ պաշտպանյալը փորձել է օգնել։ Մարթան ուղիղ նայեց նրան։ Փաստաբան, ես 73 տարեկան եմ, բայց միտքս լիովին պարզ է։ Ես ճշգրիտ գիտեմ, թե ինչ է պատահել ինձ հետ։ Ձեր պաշտպանյալը ինձ չէր օգնում։ Նա փորձում էր ինձ սպանել։ Փաստաբանը փորձեց այլ մարտավարություններ, հարցնելով, թե արդյոք Մարթան հարաբերությունների խնդիրներ ուներ հարսի հետ, արդյոք նախկինում վեճեր եղել էին, փորձելով սերմանել այն միտքը, որ սա դրանք է եղել։ Բայց Մարթան յուրաքանչյուր հարցի պատասխանեց արժանապատվությամբ, հստակությամբ, երբեք չհակասելով ինքն իրեն, երբեք չտատանվելով։ Գաբրիելը նույնպես կանչվեց ցուցմունք տալու։ Նա պատմեց Վանեսայի հետ ամուսնության այն մասին, թե ինչպես էր նա աստիճանաբար իրեն մեկուսացրել մորից, ինչպես միշտ պատրվակներ ուներ, տիկին Մարթային չայցելելու համար, ինչպես հաճախ էր խոսում նրա տան այն գումարի մասին, որը կարող էր բերել, եթե վաճառվեր։ Ես կույր էի, խոստովանեց Գաբրիելը, ձայնը կոտրվելով հուզմունքից։ Ես չէի տեսնում, որ ինձ մանիպուլյացիայի են ենթարկում։ Կարծում էի, թե կինս պարզապես գործնական է, մտածում եմ մեր ապագայի մասին։ Չէի պատկերացնում, որ նա ընդունակ է նման դաժանության սեփական մորս դեմ։ Երբ հարցրին, թե արդյոք նա հավատում է, որ Վանեսան ընդունակ է այդ հանցագործությանը, Գաբրիելը չտատանվեց։ Այո։ Բոլոր ապացույցները տեսնելուց, մորս հետ երկար զրուցելուց, մեր ամուսնության կուլիսներում տեղի ունեցած ամեն ինչ հասկանալուց հետո, ես բացարձակ վստահ եմ, որ նա դա արել է։ Եվ արել է դիտավորյալ։ Սակայն ամենազդեցիկ ցուցմունքը Հովսեփինն էր։ Պարզ մարդը, իր համեստ հագուստով խոնարհ պահվածքով, հուզեց բոլորին, նկարագրելով փրկությունը։ Ես գրեթե չէի հավատում իմ տեսածին, ասաց նա, ձեռքի թիկունքով սրբելով աչքերը։ Մի տատիկ էր, ամբողջովին այրված, կենդանու պես կապված այդ սյանը։
Նա ինձ նայեց այնպիսի հուսահատ, այնպիսի ցավով լի աչքերով, որ սիրտս քիչ մնաց կանգներ։ Ես մտածեցի. ինչ տեսակի հրեշ է սա անում անպաշտպան պառավի հետ։ Հովսեփը նայեց Վանեսային, շարունակելով. Եվ երբ իմացա, որ դա հենց հարսն է, նրա որդու կինը, ես խոսքեր չգտա։ Ինչպես կարող է մեկը, ով մտել է ընտանիք, այդպես վարվել մոր հետ։ Որտեղ է այդ կնոջ մարդկայնությունը։ Պաշտպանությունը փորձեց կասկածի տակ դնել, թե արդյոք Հովսեփը չէր կարող շփոթված լինել այն վիճակի մասին, որում գտել էր Մարթային, ենթադրելով, որ գուցե նա վնասվել էր, փորձելով ինքնուրույն ազատվել։ Բայց Հովսեփը կտրուկ էր։ Ոչ, պարոն փաստաբան։ Այդ տիկինը չափազանց ամուր էր կապված, դա ինքնուրույն անելու համար։ Եվ գետնի վրայի հետքերը ցույց էին տալիս, որ ինչ-որ մեկը նրան քարշ տալով է հասցրել այնտեղ։ Ոչ մի շփոթություն չկա։ Ինչ-որ մեկը դա արել է նրա հետ դիտմամբ։ Երբ հերթը հասավ պաշտպանական կողմի գործը ներկայացնելուն, փաստաբան Սիլվա Բրագյանն արեց այն, ինչ կարող էր։ Նա բերեց բնութագրող վկաներ, խոսելու Վանեսայի մասին, գործընկերներ, որոնք նրան նկարագրեցին որպես պրոֆեսիոնալ, նվիրված պատասխանատու։ Փորձեց պնդել, որ սկեսրոջ հարսի միջ չբացահայտվ։ Ած կոնֆլիկտներ կային, որ Մարթան հնարավոր է, խանդում էր որդու կնոջը։ Վանեսան կանչվեց ցուցմունք տալու իր պաշտպանության համար։ Նա բարձրացավ ամբիոն, վերահսկվող կեցվածքով, իր փաստաբանի հարցերին պատասխանելով ուսումնասիրված հանգստությամբ։ Ես սիրում էի իմ սկեսրոջը, ասաց նա, հանրության մեջ ոմանք անհավատության շշուկով արձագանքեցին։ Ես միայն ուզում էի օգնել։ Նա գնալով ավելի շփոթված, մոռացկոտ էր դառնում։ Այդ օրը ես առաջարկեցի նրան տանել զբոսնելու, խոսելու խնամքի տարբերակների մասին։ Բայց ճանապարհին նա անհանգստացավ, ագրեսիվ դարձավ։ Ես կանգնեցրի մեքենան նրան հանգստացնելու, նա վազեց։ Երբ կարողացա հասնել նրան, նա ընկած էր, ապակողմնորոշված։ Ես խուճապի մատնվեցի, խոստովանում եմ, սարսափելի սխալ թույլ տվեցի, այնտեղից հեռանալով անմիջապես օգնություն կանչելու փոխարեն։ Բայց ես երբեք չեմ փորձել նրան վնասել։ Դա մշակված, փորձված սուտ էր, որը չէր դիմանում ֆիզիկական ապացույցներին։ Դատախազը, իր հակընդդեմ հարցաքննության ժամանակ, անողոք էր։ Տիկին Վանեսա, եթե ձեր սկեսուրը շփոթված ապակողմնորո շված էր, ինչու եք դուք նրան կապել Սյանը։ Ես չեմ կապել։ Նա երիս այթաքել է այնտեղ եղած հին պարանի վրա։ Իսկ նրա դաստակների վրայի հետքերը կատարյալ դասավորված, ճշգրիտ համապատասխանելով ձեր բեռնաղցիկում գտնված պարանի տեսակին։ Վանեսան առաջին անգամ տատանվեց։ Ես չեմ կարող դա բացատրել։ Իսկ ձեր տանը գտնված փաստաթղթերը, որոնք ծրագրում էին զոհի գույքի վաճառքն առանց նրա իմացության։ Դա նույնպես նրա մտավոր շփոթության արդյունքն էր։ Ես պարզապես ուսումնասիրում էի տարբերակներ, երբ հարմար պահը գար։ Հարմար պահը։ Այն պահը, երբ ձեր սկեսուրը մահացած լիներ։ Ոչ։ Ես երբեք դա չեմ ասել։ Բայց վնասն արդեն հասցված էր։ Վանեսայի հանգստության դիմակը ճաքել էր, բացահայտելով տակի սառնությունը։ Երդվյալ ատենակալները տեսնում էին, հանդիսատեսը տեսնում էր, դատավորը տեսնում էր։ Փաստաբաններն իրենց եզրափակիչ ճառերն ասացին։ Պաշտպանությունը փորձեց ողջամիտ կասկած սերմանել, խնդրելով երդվյալ ատենակալներին դիտարկել սխալ մեկնաբանված դժբախտ պատահարի, շփոթված տարեց կնոջ կողմից անարդարացիորեն մեղադրվող հարսի հնարավորությունը, որը միայն փորձում էր օգնել։ Բայց դատախազն ավարտեց հզոր կոչով. Տիկնայք պարոնայք երդվյալ ատենակալներ, սա սուբյեկտիվ մեկնաբանության դեպք չէ։ Սա կոնկրետ, անհերքելի փաստերի դեպք է։ Ամբաստանյալը իր սկեսրոջը տարել է հեռավոր վայր։ Ամբաստանյալը նրան լքել է նտեղ, կապված, այրող արի տակ։ Ամբաստանյալը վերադարձել է տուն, առանց օգնություն ցուցաբերելու, առանց իշխանություններին կանչելու, առանց զոհի բարեկեցության համար որևէ մտահոգություն ցուցաբերելու։ Եթե չլիներ մի հրաշք, մի բարի մարդ, որն անցել է այդ ճանապարհով, տիկին Մարթան կմահանար։ Եվ դա կլիներ հենց Ամբաստանյալի մտադրությունը։ Դատախազը դադար տվեց, թույլ տալով, որ բառերը ծանրանան։ Վանեսա Անդրադե Կոստան արժանի չէ ձեր կարեկցանքին։ Նա արժանի չէ երկրորդ հնարավորության։ Այն, ինչին նա արժանի է, պատասխանատվություն կրելն է իր կատարած գարշելի արարքի համար։
տարեց խոցելի վստահող մարդու սպանության փորձի համար։ Խնդրում եմ, արդարություն հաստատեք։ Ոչ միայն տիկին Մարթայի համար, այլ բոլոր այն տարեցների համար, որոնք տառապում են լռության մեջ, որոնց դաժանորեն են վերաբերվում, մոռանում դեն նետում, կարծես նրանք արժեք չունենան։ Ցույց տվեք ձեր վճռով, որ տարեց մարդու կյանքը կարող է, որ դաժանությունն անպատիժ չի մնա, որ արդարությունը կհաղթի։ Երդվյալ ատենակալները հեռացան խորհրդակցելու։ Հաջորդած ժամերն անտանելի լարվածության մեջ անցան։ Մարթան նստած էր զոհերի համար նախատեսված սենյակում, Գաբրիելի, Հեղինեի, Հովհաննեսի, Հովսեփի ուղեկցությամբ։ Ոչ ոք շատ չէր խոսում։ Պահի ծանրությունը չափազանց մեծ էր դատարկ խոսքերի համար։ 5 ժամ խորհրդակցությունից հետո երդվյալ ատենակալները վերադարձան։ Բոլորը վերադարձան դատարանի դահլիճ։ Լռությունը բացարձակ էր։ Դատավորը հարցրեց երդվյալ ատենակալների նախագահին, թե արդյոք նրանք վճիռ են կայացրել։ Այո, ձերդ գերազանցություն։ Ինչ վերաբերում է Մարթա Կոստայի դեմ սպանության փորձի ծանրացուցիչ հանգամանքներով հանցագործությանը, ինչպես է որոշում երդվյալ ատենակալությունը։ Մեղավոր։ Հավաքական հոգոց անցավ դահլիճով։ Մարթան փակեց աչքերը, արցունքները լուռ հոսում էին։ Գաբրիելը սեղմեց նրա ձեռքը։ Ինչ վերաբերում է ապօրինի ազատազրկման հանցագործությանը։ Մեղավոր։ Ինչ վերաբերում է տարեց անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի հանցագործությանը։ Մեղավոր։ Ինչ վերաբերում է փաստաթղթերի կեղծման հանցագործությանը։ Մեղավոր։ Վանեսան անշարժ մնաց, բայց նրա դեմքը կորցրել էր գույնը։ Նրա փաստաբա։ Նա ձեռքը դրեց նրա ուսին, պրոֆեսիոնալ մխիթարության ժեստով։ Դատավորը, երկար տարիների կարիերա ունեցող լուրջ մարդ, նայեց Վանեսային, նախքան դատավճիռը կայացնելը։ Վանեսա Անդրադե Կոստա, դուք այս երդվյալ ատենակալության կողմից մեղավոր եք ճանաչվել հանցագործությունների մեջ, որոնք ցնցում են մարդկային գիտակցությունը։ Դուք դավաճանել եք ընտանեկան վստահությանը, չարաշահել եք խոցելի մարդու վիճակը, դրսորել եք բնավորության սառնություն, որն անհամատեղելի է հասարակության մեջ ապրելու հետ։ Ձեր հանցագործությունների համակցության համար ես ձեզ դատապարտում եմ 16 տարվա ազատազրկման, սկզբնապես խիստ ռեժիմի կալանավայրում, առանց ազատության մեջ բողոքարկելու հնարավորության։ Դատավճիռը խիստ էր, բայց արդար։ Վանեսային անմիջապես կալանքի տակ վերցրին, այս անգամ ուսումնասիրված հանգստություն չկար։ Նա հետ նայեց, մինչ նրան տանում էին, նրա աչքերը վերջապես վախ էին արտահայտում, գուցե առաջին անգամ հասկանալով իր արածի հետանքների մեծությունը։ Դատարանի շենքից դուրս ամբոխ էր սպասում։ Երբ Մարթան դուրս եկավ, Գաբրիելի հույսագի ուղի իր ընկերների ուղեկցությամբ ծափահարություններ հնչեցին։ Լրագրողները հայտարարություններ էին ուզում, բայց Մարթան չափազանց հոգնած էր։ Գաբրիելը հակիրճ խոսեց նրա անունից։ Այսօր արդարությունը հաղթեց։ Մայրս վերջապես կարող է սկսել վերակառուցել իր կյանքը, իմանալով, որ նրան վնասած անձը պատժվում է իր հանցանքների համար։ Մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր աջակցել են մորս այս դժվարին գործընթացում, հատկապես հույսագյուղի հրաշալի մարդկանց, որոնք փրկեցին նրան ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Դատավարությունից հետո օրերին Մարթան պետք է կարևոր որոշումներ կայացներ իր ապագայի վերաբերյալ։ Աչափնյակի տունը դեռ այնտեղ էր, սպասում էր նրան։ Բայց այն ամենից հետո, ինչ տեղի էր ունեցել, այդ վայր վերադառնալն անհնարին էր թվում։ Հեղինեն էր, որ այլընտրանք առաջարկեց։ Ինչու մշտական բնակության չես գալիս հույսագյուղ։ Դու այնքան լավ հարմարվեցիր այստեղ, կապեր ստեղծեցիր։ Եվ մենք կցանկանայինք քեզ մոտ տեսնել։ Գաղափարը շաբաթների ընթացքում հասունացավ Մարթայի մտքում։ Եվ որքան շատ էր մտածում, այնքան ավելի իմաստալից էր դա։ Ռնում։ Նա այլս չէր պատկանում Երանի այդ տանը։ Նրա լավ հիշողությունները պղծվել էին դավաճանությամբ։ Բայց հույսագյուղում նա բացահայտել էր նոր ընտանիք, նոր համայնք, որն անկեղծորեն ընդունում էր իրեն։ Գաբրիելը, իր հերթին, իր որոշումները կայացրեց։ Նա հրաժարվեց Երանի սթրեսային աշխատանքից, պաշտոն ստանձնեց Արտաշատի լոգիստիկ ընկերությունում, հույսագյուղին մոտ քաղաքում։ Այդպես նա կարող էր մոտ լինել մորը, պարբերաբար այցելել նրան, վերականգնել այն հարաբերությունները, որոնք այդքան երկար անտեսվել էին։ Աչափնյակի տունը վաճառվեց, բայց գումարը ոչ միայն Մարթային բաժին հասավ։ Նա պնդեց, որ զգալի մասը կիսի Հովսեփի հետ, որը վերջապես համաձայնեց օգտագործել գումարը նոր բեռնատար գնելու իր տունը վերանորոգելու համար։
Մեկ այլ մաս նվիրաբերվեց հույսագյուղի բուժկետի բարելավմանը, ապահովելով, որ այլ մարդիկ կարողանան արժանապատիվ սպասարկում ստանալ։ Մնացած գումարով Մարթան հույսագյուղում փոքր, բայց հմայիչ տուն գնեց Հեղինեի Հովհաննեսի տնից ընդամենը 2 թաղամաս հեռու։ Այն ներկված էր բաց դեղին, սպիտակ մանրամասներով, ուն։ Երբ պատշգամբ, որտեղ նա ճոճաթոռներ դրեց, հետի այգի, որտեղ վարդեր տնկեց Անտոնի մշտական սիրելիները։ Գաբրիելը նրան այցելում էր ամեն հանգստյան օրերին։ Նրանք միասին էին եփում, ժամերով զրուցում, ֆուտբոլային խաղեր դիտում, ինչպես հին ժամանակներում։ Մոր-որդու հարաբերությունները վերականգնվում էին, աղյուս առ աղյուս, համբերությամբ անկեղծ սիրով։ Մարթան նա ներգրավվեց հույսագյուղի համայնքում այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Նա սկսեց ասեղնագործության դասեր տալ գյուղի երիտասարդ աղջիկներին, սովորեցնելով տեխնիկաներ, որոնք իր տատիկն էր սովորեցրել տասնամյակներ առաջ։ Ակտիվորեն մասնակցում էր եկեղեցական կյանքին, օգնելով միջոցառումների տոնակատարությունների կազմակերպմանը։ Նա դարձավ սիրված կերպար, մեկը, ում մարդիկ դիմում էին խորհրդի, զրույցի, ընկերակցության համար։ Մի կիրակի կեսօր, դատավարությունից գրեթե 1 տարի անց, Մարթան նստած էր իր տան պատշգամբում Հեղինեի հետ։ Նրանք սառը լիմոնադ էին խմում, դիտում փողոցում խաղացող երեխաներին։ Երկինքը կապույտ էր, պարզ, մեղմ զեփյուռը մեղմում էր տապը։ Դու երջան։ Իք ես այստեղ, հարցրեց Հեղինեն, թե արդեն գիտեր պատասխանը։ Մարթան ժպտաց, անկեղծ խաղաղ ժպիտով։ Ավելի երջանիկ, քան կարծում էի, որ կարող եմ նորից լինել։ Գիտես, Հեղինե, ես սոսկալի բանի միջով անցա։ Օրեր կան, որ դեռ մղձավանջներով եմ արթնանում։ Պահեր կան, երբ վախը վերադառնում է, անսպասելի։ Բայց ես շուրջս եմ նայում, տեսնում եմ այնքան բարություն, այնքան սեր, որ հասկանում եմ, որ չարը չի հաղթել։ Վանեսան փորձեց ինձ ոչնչացնել, բայց իրականում, առանց ցանկանալու, նա ինձ տարավ այն վայրը, որտեղ ես պետք է լինեի։ Հեղինեն քնքշորեն բռնեց ընկերուհու ձեռքը։ Դու փրկված ես, Մարթա։ Եվ դրանից ավելին, դու ոգեշնչում ես։ Այնքան մարդ լսեց քո պատմությունը, քաջություն գտավ բարձրաձայնելու բռնությունների մասին, օգնություն փնտրելու, լռության մեջ չհանդուրժելու դաժան վերաբերմունքը։ Քո ցավը իզուր չէր։ Դա ճիշտ էր։ Լայնորեն լուսաբանված դատավարությունից հետո ամիսների ընթացքում զգալի աճ գրանցվեց տարեցների դեմ բռնությունների մասին հաղորդումների թվում ամբողջ երկրում։ Մարթայի դեպքը լուսավորել էր մի սոցիալական խնդիր, որը միշտ գոյություն ուներ, բայց քիչ էր խոսվում։ Օրենքներ առաջարկվեցին, խստացնելու պատիժները տարեց մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերողների դեմ։ Իրազեկման արշավներ սկսվեցին։ Գաբրիելը ժամանեց այդ պահին, բերելով գազարով տորտ, որը գնել էր գյուղի հացի փռից։ Նա նստեց 2 տիկնանց հետ առատաձեռն կտորներ մատուցեց բոլորին։ Մամ, նորություն ունեմ, ասաց նա, աչքերում փայլով։ Ինչ նորություն, տղաս։ Մեկի հետ եմ ծանոթացել։ Մի հրաշալի կնոջ, Արմինե անունով։ Նա ուսուցչուհի է այստեղ, Արտաշատում։ Եվ նախքան կհարցնես, այո, ես արդեն ամբողջ պատմությունը պատմել եմ նրան։ Նա գիտի ամեն ինչ Վանեսայի մասին, տեղի ունեցածի մասին։ Եվ այնուամենայնիվ ուզում է ինձ ավելի լավ ճանաչել։ Մարթան զգաց, թե ինչպես է սիրտը տաքանում։ Այն ամենից հետո, ինչ Գաբրիելն անցել էր, դավաճանությունից, մեղքի զգացումից, ցավից, նա նորից բացվում էր սիրո համար։ Եվ այս անգամ, շատ ավելի մեծ իմաստությամբ, զգուշությամբ։ Երբ եմ ծանոթանալու այդ Արմինեի հետ։ Հաջորդ կիրակի, եթե ուզում ես։ Մտածում էի նրան այստեղ ճաշի բերել։ Ուրախություն կլինի։ Մինչ նրանք զրուցում էին, ծիծաղում ապագան ծրագրում, Մարթան նայեց երկնքին, լուռ երախտագիտության աղոթք արեց։ Երախտագիտություն, որ Հովսեփն անցել էր այդ ճանապարհով հենց այդ օրը։ Երախտագիտություն Հեղինեի, Հովհաննեսի, Լուսինեի, բժիշկ Հենրիկի հույսագյուղի բոլոր բնակիչների համար, որոնք ընդունեցին իրեն։ Երախտագիտություն արդարադատության համակարգի համար, որն աշխատեց պատժեց մեղավորին։ Երախտագիտություն, որ Գաբրիելը բացեց աչքերը, վերադարձավ իր մոտ։ Կյանքը նրանից շատ բան էր խլել։ Վանեսայի դավաճանությունը թողել էր սպիներ, որոնք երբեք լիովին չէին անհետանա։ Բայց այն նա շատ բան էր տվել փոխարենը։ Նոր ընտանիք, նոր համայնք, նոր նպատակ, այն վստահությունը, որ նույնիսկ ամենամեծ խավարի մեջ մարդկային բարության լույսը դեռ փայլում է։ Մարթան այլս չէր սահմանվում միայն որպես զոհ, որը լքվել էր անապատում։
Նա փրկված էր մարտիկ մի կին, որը նայել էր անդունդին որոշել չթողնել, որ այն իրեն կլանի։ Նա մեկն էր, ով իր ցավը վերածել էր ուժի, իր ողբերգությունը նպատակի, իր հուսահատությունը հույսի։ Եվ այդ հանգիստ կեսօրին հույսագյուղում, շրջապատված մարդկանցով, որոնք իրեն իսկապես սիրում էին, Մարթան վերջապես խաղաղություն գտավ։ Ոչ թե այն մարդու խաղաղությունը, ով չի տառապել, այլ ավելի խորը խաղաղությունը նրա, ով տառապել է, պայքարել, գոյատել, հակառակ բոլոր հավանականությունների, նորից ժպտալու պատճառներ գտել։ Արը սկսեց մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն, նույն գույները, որոնք նա տեսել էր այն սոսկալի օրը անապատում։ Բայց հիմա այդ գույները վախ չէին բերում։ Դրանք բերում էին միայն նոր արածակից, մեկ օրվա խոստում այն նոր կյանքում, որը նա կառուցել էր ավերվածի փլատակների վրա։ Ընտանիքը միայն արյուն չէր, սովորել էր Մարթան։ Ընտանիքը ընտրություն էր, ներկայություն էր, անկեղծ խնամք էր։ Եվ նայելով իր կողքին նստած Հեղինեին Գաբրիելին, որը ուտում էր տորթը այն տղայական ժպիտով, որն այդքան սիրում էր փողոցում խաղացող երեխաներին, անցնող հարաններին, որոնք ձեռքով էին անում, Մարթան գիտեր, որ գտել է իր իսկական ընտանիքը։ Ճանապարհորդությունը ցավոտ էր եղել, բայց վերջնակետը հենց այնտեղ էր, որտեղ նա պետք է լիներ։ Եվ դա, մտածեց Մարթան, նորից սկսելու իսկական իմաստն էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Մարթայի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք ապրումակցեցիք տառապանքի հաղթահարման նոր սկզբի այս ճանապարհորդությանը, սեղմեք հավանել, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատումներ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, ստիպում մեզ խորել ընտանիքի, բարության, արդարության մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմ ությամբ, որը կխառնի ձեր զգացմունքները։